Կարող ենք սկսել, ովքեր կիրակի օրը չէին միացել, իրենց համար ներկայանամ։ Իմ անունը Մարիամ է։ Ես սովորաբար անելու եմ կիրակի օրերի օֆիս ավրները, բայց նաև կարող է փոփոխություններ լինեն, այս օրերին էլ մասնակցեմ ես դասերին։ Եթե հարցեր չկան նախորդ դասերից, share անեմ էկրանը ու սկսենք այսօրվա դասը։ Խնդրում եմ ինչ-որ հարցերի դեպքում ձեռք բարձրացրեք, որպեսզի կարողանանք հերթով խոսել։ Ու եթե ինչ-որ տեխնիկական հարցեր լինեն, այդ էլ կխնդրեմ կամ չաթում գրեք վերջում պատասխանեմ, կամ ձեր մոտ նշում արեք դասի վերջում այդ հարցերին պատասխանենք։ Մի ժամից հետո կանենք 10 րոպե ընդմիջում։ Այսօրվա դասին խոսելու ենք պայմանների մասին, ոնց կարող ենք պայմաններ դնել, ինչ-որ բաներ ստուգել ու դրանով մեր կյանքը մի քիչ հեշտացնենք։ Բայց նախքան պայմաններին անցնելը, ծանոթանանք տվյալների մի նոր տեսակի բուլյանները, բուլյան տեսակի տվյալները։ Մինչ այս մենք ծանոթացել ենք, սովորել ենք string-ների մասին ենք խոսել եւ թվերի, integer-ներ, float-ներ։ Սա էլ երրորդ տեսակի տվյալն է, անունը բուլյան։ Ինքը ունի ընդամենը երկու արժեք, true կամ false։ Եթե ինչ-որ բան չունեք ասելու, խնդրում եմ միկրոֆոնն անջատեք։ Իրա տիպը, եթե տպենք այս տվյալների տեսակը, կտեսնենք բուլյան, բուլ, կարճ ասում եմ բուլ, եւ ուղղակի true կամ false կտեսնենք print անելու դեպքում։ Ինչ օպերատորներ գոյություն ունեն համեմատելու համար, կարող ենք ստուգել արդյոք հավասար են երկու օբյեկտները, թե չէ։ Դրա համար կօգտագործենք երկու հավասարի նշան, եւ եթե հավասար եղան, կստանանք true արժեքը։ Եթե ուզում ենք ստուգենք արդյոք հավասար չեն, կդնենք բացականչական նշանը հավասարի կողքին, սա կնշանակի հավասար չէ, բացականչական նշանը ժխտումն է ցույց տալիս Python-ում, ու եթե հավասար չլինեն, այդ դեպքում կտեսնենք true-ն։ Փոքրի ու մեծի դեպքերը հենց փոքրի ու մեծի նշաններով են ցույց տալիս։ Փոքր հավասար, մեծ հավասարը ուղղակի այդ նշանների կողքին ավելացնում ենք հավասարի նշանը։ Եվ կա նաև is օպերատորը, որի մասին մի քիչ ավելի մանրամասն կխոսենք ավելի ուշ։ Հիմա եթե վերագրենք a-ին 11 արժեքը ու b-ին 509 արժեքը եւ ստուգենք համեմատենք այս թվերը իրար հետ, տեսնենք հավասար են թե չէ, ուղղակի կդնենք երկու հատ հավասարի նշան։ Այս դեպքում ուշադրություն դարձնենք, որ երբ որ չակերտների մեջ ենք դնում այս հավասարի նշանները, ուղղակի ունենում ենք string, որ հենց նույն ձև տպվում է, ու որևէ գործողություն չի կատարում այս դեպքում։ Եթե ուղղակի առանց չակերտների կիրառում ենք երկու փոփոխականների մեջտեղում, արդեն աշխատում է որպես օպերատոր։ Եվ քանի որ առաջին դեպքում a-ն ու b-ն իրար հավասար չեն, 11-ն ու 509-ը, տեսնում ենք արժեքը false, եւ հավասար չեն ստուգելու դեպքում կտեսնենք արժեքը true։ Նույն ձև նույնը տեղի կունենա, եթե փորձենք տեսնել իրենց միջև մեծի ու փոքրի հարաբերությունը, քանի որ a-ն 11-ը մեծ չի 509-ից, այս առաջին տողում կտեսնենք false արժեքը, a-ն մեծ չի, երբ որ ստուգում ենք այստեղ ոնց որ հարց տանք, a-ն մեծ է b-ից, պատասխանը կլինի ոչ, false, սխալ է, եւ a-ն փոքր է b-ից, այո, քանի որ 11-ը 509-ից փոքր է, կտեսնենք true։ Հիմա նույն ձև ունենանք մեծ հավասարի, փոքր հավասարի դեպքերում, a-ն մեծ հավասար է b-ից, 11-ը մեծ հավասար չէ b-ից, դրա համար կտեսնենք false եւ փոքրի դեպքում true։ Իսկ ինչ է տեղի ունենում, երբ ասում ենք a-ն համեմատությունը անում ենք is օպերատորի միջոցով, այստեղ կտեսնենք false, բայց եթե ավելի խորանանք is-ի մեջ ու վերցնենք երկու փոփոխական C-ն ու D-ն լրիվ նույն արժեքներով, իրենց միջև համեմատությունը դնենք հավասարների միջոցով ու is-ի միջոցով, ապա կտեսնենք, որ հավասարներով
ստացված արժեքը կլինի true, իսկ is-ով ստացվածը կլինի false։ Այո, Հայկ, հարց ունեք։ Հա, այդ easy պահը մի քիչ ճիշտն ասած լավ չհասկացա, կարաք նորից ասեք։ Հիմա բացատրում եմ։ Այստեղ C-ն ու D-ն ունեն նույն արժեքները, բայց is-ը իրենց համար վերադարձրեց false։ Այսինքն C is D-ն սխալ է, ինչի որովհետև իրականում is-ը արժեքները չի համեմատում, լրիվ այնպես ոնց անում է հավասարեները։ Փոխարենը is-ը համեմատում է այս փոփոխականների ID-ները, հասցեները, որ պահվում է հիշողության մեջ։ Հիմա երբ որ հայտարարում ենք մի նոր փոփոխական y անունով, ու իրեն ոչ թե տալիս ենք կոնկրետ արժեք, այլ ասում ենք դու հավասար ես c-ին ու համեմատում ենք y-ն ու c-ն is-ի միջոցով, ապա տեսնում ենք, որ ստանում ենք true։ Սա նույնն է, ինչ որ համեմատենք մեր փոփոխականների ID-ները։ ID-ները այն թվերն են, որոնցով հիշողության մեջ այս փոփոխականները պահվում են։ Եթե հիմա print անենք C-ի, D-ի ու Y-ի ID-ները, կտեսնենք, որ C-ին ու D-ինը տարբերվում են իրարից, բայց C-ին ու Y-ն նույնն են, որովհետև մենք Y-ն սահմանել էինք հենց C-ով։ Այո, Աննա։ Իսկ եթե օրինակ գրենք A-ն հավասար է 11, տակից գրենք B-ն հավասար է 11, ու A-ն B-ի հետ համեմատենք, հիմա A-ն ու B-ն տարբեր հասցեներ են, թե ոնց է լինում այդ պահը, էլի։ Հա, A-ն ու B-ն այդ դեպքում ունենում են տարբեր հասցեներ, թեկուզ որ իրենց արժեքները, իրենց միջի արժեքները նույնն են, բայց մենք իրենց ասում ենք, որ A-ն առանձին է սահմավում, B-ն առանձին։ Բայց երբ որ վերագրում ենք, A-ին հավասարեցնենք B-ն, կասենք, որ երկուսդ էլ նույն հասցեն ունենք։ Հիշողության մեջ իրենք նույն հասցեով կպահվեին։ Կոնկրետ ասում ենք, որ այս երկուսդ էլ նույն բանն եք։ Բայց երբ որ մենք իրենց արժեքներն ենք նույնը տալիս, արդեն հիշողության մեջ պատկերացրեք տարբեր դարակներում են պահվում։ Ու կապ չունի, որ դարակների ներսի դրվածը, այսինքն այն արժեքը, որ վերագրում ենք փոփոխականներին, կապ չունի, որ այդ երկուսն էլ նույնն է, բայց տարբեր են դարակները։ Իսկ մյուս դեպքում, երբ որ y-ին վերագրում ենք c-ն, արդեն հասկանում եմ, որ նույն բանն է ու նույն դարակում է պետք պահել։ Համ արժեքներն են նույնը լինում, համ հասցեները այս պարագայում։ Հա, կներեք ճիշտ ասած հարցս հարց ձևակերպեցի, ուզում եմ ասել, եթե ասենք գրենք A-ն հավասար է 10, տակից գրենք A-ն հավասար է 11, Նորից 10։ Նատ էլ A-ն հավասար է 11, չէ։ Փոխենք այ արժեքը։ Այդ դեպքում ուղղակի այն առաջին վերագրումը, որ A-ին ասեցինք սկզբում 10, հետո 11, ուղղակի կորում է, բացում ենք դարակը, 10-ը հանում ենք, 11-ն ենք դնում տեղը։ Հա, հանում ենք։ Ան այլևս 11 արժեք ունի, ոչ թե։ Արսի։ Հա, ու այս նույն ձև, եթե վերցնենք, տեսանք, որ C-ի, D-ի ու Y-ի ID-ները տարբեր են, C-ին ու D-ին ու Y-ինը տարբեր են, բայց C-ին ու Y-ի ID-ները, հասցեները նույնն են։ Ստացվում է, որ is-ը կատարում է նույն գործողությունը, ինչ մենք կանեինք հավասարեներով, եթե համեմատեինք այդ փոփոխականների հասցեները։ Կստանայինք false, ոնց C is D-ից էինք ստանում false, նենց էլ կստանանք false իրենց հասցեները համեմատելուց, բայց եթե այս նույնը անենք, այստեղ ավելացնեմ, ու դա էլ ստուգենք, եթե այստեղ տպենք C is Y և իրենց ID-ները իրար հետ համեմատենք հավասարեի միջոցով, տեսնենք, որ երկուսն էլ արդեն նույնը կտան, նույն արդյունքը կտան։ Այսինքն is-ը կատարում է նույն գործողությունը, ինչ մենք համեմատենք ID-ները հավասարեի միջոցով։ Այստեղ այս գործողությունները, այս օպերատորները կիրառելուց կարևոր չի, թե կողքը դնում ենք պրոբել բացատ, թե չէ, մի կողմից ենք դնում, թե չէ, այդ ամեն ինչը նշանակություն չունի։ Զուտ գեղեցկության համար ընդունված է
երկու կողմերից էլ բացատ դնելը, բայց եթե չդնենք, դա խնդիր չի, սխալ չի։ Մինչև այս պահը ուրիշ հարցեր կան։ Այո, Անուշավան։ Բարև ձեզ, մի բանը ես հարցին։ Այս դեպքում եթե Y-ի արժեքը փոխենք, ID փոխվելն է, թե չի։ Հա, երբ որ Y-ի արժեքը փոխենք, արդեն կասենք, որ Y-ն այդ նույնը ոնց որ սահմանենք Y-ն այսուհետ ուրիշ բան է ու պետքա ստիպված պահի ուրիշ դարակում, այսինքն ուրիշ հասցեով։ Ay բանն էլա փոխվելու արժեքն էլա փոխվելու, թե մենակ Y-ի արժեքն է։ Հա, դուք նկատի ունեք, եթե ճիշտ եմ հասկանում հարցը, հիմա Y-ն վերևում սահմանել ենք C, այս պահին փոխենք արժեքը, դնենք 10։ Եթե տպենք իր ID-ին, կտեսնենք, որ արդեն փոխվում է։ Մի հատ մինչև սահմանելը տպենք։ Այսինքն հիմա այս առաջին print-ը մեզ ցույց կտա Y-ի նախկին ID-ին։ Փոխելուց հետո 10 սահմանելուց հետո ID-ին տպենք նորից, կտեսնենք, որ տարբեր են։ Տեսեք, արդեն ID-ն փոխվում է։ Բայց C-ի արժեքը անփոխ է։ Հա, C-ն կապ չունի։ Այս քանի որ արդեն փոխել ենք, հիմա այս առաջինն ու երկրորդ print-ները Y-ի դե նույնն ենք տեսնում, որովհետև թե մինչև այս երկրորդ անգամ աշխատացնելը, թե երկրորդ անգամ աշխատացնելուց հետո Y-ի արժեքը 10 է։ Դրա համար ID-ները հիմա այստեղ նույնն ենք տեսնում, բայց C-ի ID-ն չի փոխվել։ Նույնն է, ինչ որ այն ժամանակ էր։ Չաթում հարցեր կան։ Հա, այստեղ Մուշեղը հարց է գրել, ինչ ենք մեծի նշանը դնում A-ի ու B-ի միջև, եթե ճիշտ եմ հասկանում, այս print-ի մասին է խոսքը, չէ՞։ Եթե այս սրա մասին է խոսքը, այս ուղղակի, որպեսզի մենք տեսնենք ոչ թե ուղղակի այստեղ true false, այլ տպվի արժեքները A-ի, B-ի, տպվի ինչ գործողություն ենք անում ու ինչ արդյունք ստացանք դրանից։ Այս զուտ մեր աչքի կարդալու համար է արվել, բայց որևէ այլ նշանակություն չունի ու պետք չի որևէ ժամանակ համեմատելու համար այդ string-ով դնելը։ Մյուս հարցը արդեն ավելի ուշ է, նայենք տնայինի վերաբերյալ։ ID արժեքը իրականում վստահ չեմ երբևէ պետք գալիս է թե չէ, բայց կարող է լինեն ինչ-որ դեպքեր, որ պետք գա ու օգտագործվի, այս պահին ինչ-որ բան մտքից չի գալիս, թե երբ կարող պետք լինի, ուղղակի այս ինֆորմացիա, որ is-ով համեմատելուց ոչ թե մեջի արժեքներն են համեմատվում, այլ հասցեները։ Լիլիա, հարց ունեք։ Այո, ես միած sense հարց ունեմ։ Մենք ստեմ խիստ հավասարում օգտագործում ենք ինչպես JavaScript-ում, թե ոչ։ Այո, այստեղ կա խիստ հավասար են, 3 հատ հավասար են, չէ՞, դրա ժամանակ գնում։ չէ, այս Python-ում 2 հատ հավասար ենք դնում։ Այսինքն սա խիստ հավասար է։ Հա։ Այո, խիստ հավասարն է սա։ Ու ուշադրություն է պետք դարձնել, որ տարբերություն կա 1 հավասարեի ու 2 հավասարեի միջև, 1 հավասարով մենք վերագրում ենք արժեք, 2 հավասարեով անում ենք համեմատություն։ Լավ, եղավ, մերսի։ Եթե ուրիշ հարցեր չկան ու չաթում գրված հարցերին պատասխանեցի։ Հա, այստեղ հուշում եմ, որ կարող է ID-ները պետք գալեն ժամանակ, երբ որ բազաներում ID-ներ ենք ուզում գեներացնենք ու համեմատենք։ Լավ, անցնենք առաջ։ Ինչ գործողություններ կարող ենք անել բուլյան արժեքների հետ, իրենց մինչև համեմատությունների համար կա and or not օպերատորները, երբ որ
ընդ արժեք օպերատորը կիրառենք երկու ճիշտ փոփոխականների միջև, բուլյան արժեքների միջև, կստանանք true, այսինքն ընդը սպասում է, որ պետք է երկու կողմից էլ ճիշտ արժեքներ լինեն, որպեսզի վերադարձնի true։ Եթե որևէ մեկը, առնվազն որևէ մեկը false է, մենք end օպերատորից կստանանք false արժեքը։ Եթե երկուսն է false են, էլի false։ Հակառակը, դրա հակառակը or-ն է, or-ը առնվազն մեկ հատ true եթե ստանա երկու կողմից, ուրեմն վերադարձնի արժեքը true, true or true կվերադարձնի true, true or false կվերադարձնի true, եւ սա false կվերադարձնի միայն եթե երկու կողմն էլ false լինեն։ Ու երրորդը not-ը, որ ուղղակի ժխտում է ու հակառակն է դարձնում, not true-ն կդառնա not-ի միջոցով false, իսկ not false-ը կդառնա true։ Ու ինչպես է երկուսը, այս համեմատության գործողությունները ու and or not-ը կարող ենք միացնել իրար։ Այս դեպքում կարող ենք and-ից or-ից երկու կողմերում երկու համեմատություններ անել ու եթե վերցնենք i-ի արժեքը 11, an մեծ 10-ը մեզ կվերադարձնի true, an փոքր 20-ը մեզ նույնպես կվերադարձնի true։ Եթե նայենք իրենց եւ-ը, an փոքր է 10-ից եւ an փոքր է 20-ից, այստեղ պետք է լինի մեծ։ An մեծ է 10-ից եւ an փոքր է 20-ից, այս դեպքում էլի կստանանք true, եւ դա լրիվ նույնն է, ինչ որ գրենք մեզ արդեն հայտնի մաթեմատիկայի ձևով, առանց ընդի ու մի հատ օգտագործելով։ Աննա։ Մի հատ որ խնդրեմ կբարձրանաք այն not true, not false-ի մասը։ Այստեղ։ Այդ ուզում եմ հասկանամ, ասենք օրինակ not true ու false-ի տարբերությունը ո՞րն է։ Ոչ մի։ Not true-ն նույն false-ն է։ Չճիշտը։ Իսկ թվում էր կարող են հավասարների նման ստուգող ինչ որ բան լինի։ Չէ, ուղղակի լինում են դեպքեր, երբ որ մեզ պետք է գալի ստուգել, եթե ճիշտ չի տարբերակը, այդ ժամանակ օգտագործում ենք not-ը։ Հա, լավ, մերսի։ Հա, եւ կարող ենք օգտագործել միաժամանակ երկու հատ անհավասարների նշանները ընդի փոխարեն։ Այսինքն սա, այս տողը ու սա համարժեք են իրար, նույն բանն են ցույց տալիս։ Հիմա այստեղ ով կբացատրի, ինչի ասա, ինչ է այստեղ կատարվում։ Ով է ուզում բացատրի այս տողը։ Լուսինե։ Դե նախ ինքը բան կհամեմատի 10-ի հետ, կտեսնի, որ false է, հետո ամփոքր է 11, էլի կտեսնի, որ false է, հետևաբար երկու false-ը, false և false, կոպիտ ասած, տալիս ու false։ Ճիշտ է, այստեղ an փոքր է 11 ու i արժեքը 11 է, ինչի ենք ստանում false, որովհետև 11-ը փոքր չի 11-ից։ Ու ունենք վարժություններ, էլի հերթով ձեռք բարձրացրեք, ամեն հարցին ինչ որ մեկը պատասխանի, ինչ արժեք կունենանք not 5-ը հավասար չէ 3 համեմատությունից։ Տոնեյան առաջինը դուք եք ձեռք բարձրացրել։ True կտա։ Չէ, false կտա։ Not, այսինքն ինքը ասում է not-ը վերջում կնայենք, 5-ը հավասար չի 3-ի, այսի true է, not-ը կտա true-ին, not true-ն կտա false։ Ճիշտ է։ Հաջորդը ոնց որ թե Մուշեղն է ձեռք բարձրացրել, երկրորդը կասեք Մուշեղ։ Մի վարքյան ես ասում։ Ուրեմն առաջինի output-ը կլինի false, որտեղ 4 հավասար է 4-ի true-ը, not true կտա false, կլինի false or 4-ը փոքր է 6-ից,
որը որ ճիշտ է, վերջնական output-ը կտա true։ Ճիշտ է։ Հաջորդը, Մի հատ բան հարցնեմ վերևից, էլի 19-րդից։ ասեք։ Օրինակ, եթե այդտեղ i արժեքը լիներ 10, առաջինը կլներ ոնց որ ասած true, երկրորդն էլ true։ Ուզում եմ ասել, այդտեղ որ մեկը լինում է true, մեկը false, այդտեղ ոչ or-ը գրած, ոչ and, որով ենք աշխատելու։ Այս դեպքում, երբ որ միանգամից երկու համեմատություն ենք անում, մեջտեղում նույնն է, ինչ որ օգտագործենք նկատում եմ բանը or-ով աշխատելու, մեկը true-ը տալու է true, թե and-ով է համեմատելու։ Չէ, and-ով է աշխատելու։ Երբ որ երկու համեմատություն ենք անում միաժամանակ, իրենց դեպքում աշխատում է and-ը։ Ինքը ավտոմատ այդ լոգիկայով անում, պետք է երկուսն էլ true տալ, որ տա true։ Հա, կարող ենք ստուգել։ Դե մաթեմատիկայում էլ է, չէ, այդպես, երբ որ գրում ենք c-ն փոքր է a-ից, դա էլ փոքր է b-ից, նկատի ունենք, որ c-ն փոքր է a-ից եւ a-ն փոքր է b-ից։ Միաժամանակ and-ը աշխատում, հա, հասկացա, մերսի։ Այո։ Հաջորդը կարծեմ Էդմոնդն էր ձեռք բարձրացրել, այս երրորդն էլ դուք կասեք, Էդմոն։ Լսվում է ձայնս։ Այո։ Հա, փակագծերի մեջ կունենանք false, քանի որ համ 5-ը փոքր է 5-ից այդ false է եւ 5-ը մեծ է 3-ից true, բայց քանի որ առաջին մասը false է, փակագիծը կլինի false եւ մյուս մասն էլ false է, քանի որ 4-ը մեծ չէ 4-ից, դրա համար կստանանք false։ Ճիշտ է։ Հարցեր կան մինչև այստեղ։ Աննա, հարց ունեք։ Իսկ եթե այս or-ից հետո, այս որ գրած է 4-ը մեծ է 4։ Այստեղ, ահա։ Մի հատ այդ or-ից հետո մեծ փակագիծ դնեինք, գրեինք 4-ը մեծ է 4 and 4-ը փոքր է 4։ Ոնց որ ես ինչի վրա տարեմ, որ ասում է ան ու b-ն իրար հավասար են, բազմությունները, եթե ան ընկածը b-ի մեջ, b-ն a-ի։ Հիմա եթե ան ու b-ն նույնը վերցնենք, գրենք 4-ը փոքր է 4, 4-ը մեծ է 4, դա ինչ կլինի։ Տեսեք, այստեղ 4-ը մեծ է 4, false է, 4-ը փոքր է 4, էլի false է։ Իրանց միջև էլ and ենք կիրառել։ False and false մեզ վերադարձնում է false։ Հա, okay։ Եթե լիներ or, արդեն այս երկրորդ փակագծից կունենայինք, հա, չէ, մեկը էլի կունենայինք false։ Եթե այստեղ մեկը ճիշտ լիներ ու or ունենայինք, այդ դեպքում կունենայինք այս երկրորդ փակագծից true։ Եթե Աստղ խրվեց է, հա, լավ, okay։ Ինչպես։ Հա, լավ, всё, հասկացա, մերսի։ Եթե այստեղ նույնիսկ and-ը թողենք ու պայմաններից մեկը դարձնենք ճիշտ, մեկը այստեղ այս երկրորդ փակագիծը մեզ էլի կվերադարձնի false, որովհետև and-ով է ու իրանցից մեկը false է։ Բուլյան անունն էլ գալիս է մաթեմատիկոս Ջորջ Բուլի անունից։ Այս ուտ ինֆորմացիա։ Ու բուլյանները, եթե թվերի տեսքով ներկայացնենք, կասենք, որ false-ը համարժեք է 0-ին, իսկ true-ն 1-ին։ Եթե true-ից հանենք true, կունենանք 0 արժեքը, որովհետև true-ն որպես թիվ հավասարազոր է 1-ին, ու այս նույնն է, որ գրեինք 1-ից հանած 1, անի։ Արեցես, իսկ true-ն հավասար է 2-ին չի, ինքը false բերում, եթե true-ն մենք ընդունում ենք 0-ից տարբեր ցանկացած թիվ։ Որովհետև true-ն հանդես է գալիս հենց 1-ի տեսքով, true-ի համարժեքը թվով 1-ն է, բայց եթե ինչ-որ ուրիշ տեղեր ուզենանք ստուգել 0-ից տարբեր թիվը, կստանանք true, որովհետև այնտեղ ուրիշ տրամաբանություն է աշխատում, բայց true-ին հավասարազոր արժեքը, թվային արժեքը 1-ն է։ Բայց եթե ինչ-որ պայման ստուգենք ու դնենք թիվ 0-ից տարբեր, այդ դեպքում այդ պայմանը մեզ կվերադարձնի true։
Երբևէ չի եղել, որ համեմատեի թրուն հավասար է ուրիշ ինչ-որ բանի, դրա համար այդ հարցը առաջացավ ու հետաքրքիր է, ինձ թվում է ավելի խորքային է։ Իրան թրուի թվային համարժեքը մեկն է։ Ունեն մենք 1 կամ 0, տենց ենք տարբերակում թրուն, բայց եթե ուղղակի if-ի մեջ 0-ից տարբեր թիվ կիրառենք, ստուգենք 0-ից տարբեր թիվը if-ով, այդ մեզ կվերադարձնի թրու։ Դա։ Ու եթե անենք բաժանման գործողությունը, կունենանք error, որովհետև false-ի համարժեքը 0 է ու 0-ն հայտարարում կիրառելը մեզ կտա 0 division error, թույլ չի տա, որ բաժանումը անենք։ Ղևոնդ։ Այսինքն Մարիամ ջան, այդ true 1 ու false 0 արժեքները իրանք default իրանք արժեքներն են։ Այո։ Եղավ, շնորհակալություն։ Հա, այս մասին արդեն խոսեցինք, որ երկու հավասարը կիրառելու դեպքում ասում ենք, որ արժեքները համեմատում ենք իրար հետ, իսկ մեկ հավասարը կիրառելու դեպքում ուղղակի վերագրում ենք անում։ Ու հիմա այստեղ եկավ Անի ասածը, որ 0-ից բացի ցանկացած թվի բուլյան արժեքը true-ն է, բայց true-ի թվային արժեքը 1-ը։ Եթե print անենք 3.14-ի int տեսակը, այսինքն 3.14-ը float տեսակի թիվը։ Եթե փորձենք իր տեսակը փոխենք int-ով, մենք կստանանք 3։ Եթե փորձենք այս թվի արժեքը փոխենք բուլյանով, մենք կստանանք true։ Ու նույն ձև, եթե 0-ի արժեքը փորձենք փոխել բուլյանով, կստանանք false։ Ու դե 0.0-ն նույն 0-ն է, դրա համար էլի իր բուլյան արժեքը false է։ Ցանկացած դատարկ բան, օրինակ այստեղ վերցրել ենք դատարկ string, ինչ է նշանակում դատարկ string, որ ունենք չակերտները, բայց իրանց ներսում ոչինչ գրված չի։ Սրա բուլյան տեսակը էլի false է։ Հետագայում կանցնենք նաև ուրիշ տեսակներ դատաների, ինչպիսիք են լիստերը, tuple-ները, dictionary-ները, եթե իրանց էլ սահմանենք դատարկ, ոնց այստեղ է, այս դատարկ լիստ է սա համարվում, ցանկացած տեսակի դատարկ տվյալի բուլյանը, համապատասխան բուլյանը false է։ Ու Python-ում նաև կա none արժեքը, որը իրանից ներկայացնում է հենց ոչ մի բան, իր բուլյան արժեքը նույնպես false է։ Այսինքն, ինչ ենք հասկանում, որ 0-ի դատարկների ոչ մի բանների բուլյանը false-ն է, մնացած ամեն ինչը true են։ Հա, ու նույն ձև, եթե օրինակ տպենք ոչ դատարկ ինչ-որ string-ի բուլյանը, մենք տեսնենք true։ Հիմա այստեղ եթե վերցնենք բուլյան արժեքը թվի, ու իրան գումարենք 5, բուլյան արժեքը թվի true է, ու քանի որ իրան գումարում ենք թիվ, միանգամից փոփոխվում է այս արժեքը 1-ի, վերագրվում է իր համապատասխան թվային արժեքը, ու մենք տեսնում ենք արդյունքը 6, միանգամից գումարը։ Մինչև այստեղ կան հարցեր։ Ահա, Ղևոնդ։ Մարիամ ջան, այսինքն բուլյան 3-ը դարձավ նորից իր 1 արժեքը, դա համար 6 դարձավ։ Բուլյան 3-ը իրականում դարձավ true, մենք փորձեցինք true-ին գումարենք 5, ու true-ն իր թվային արժեքը ձեռք բերեց այդ գործողության ընթացքում։ Այսինքն բուլյանը գումարում անելու ժամանակ իրան չի պահում նենց, ոնց պահում է string-ը, որովհետև մենք string-ին չենք կարող գումարենք թիվ, բայց բուլյան true-ին կարողացանք գումարենք թիվ, ու այդ true-ն ձևափոխվեց, դարձավ 1։ Եղավ, մերսի։ Սերգեյ։
Հարց ունեք։ Լսվում է այնպես։ Հա, Այո, այսինքն բուլյանի մեջ ինչ թիվեր լիներ, որ գումարվեր, մեկը դառնում էր 1, քանի որ դառնում է true, չէ։ Ճիշտ հասկացա։ Այո, այստեղ 3 արժեքը դեր չի խաղում, խաղում է այնքանով, որ բուլյանի մեջ տեղադրելով մենք ստանում ենք այս դրա արդյունքում ստանում ենք true, որի համապատասխան թիվը 1-ն է։ 3-ի տեղը գրված կլիներ 3000 թե 10000, մեկը արդյունքը կլիներ 6։ Այ եթե 3-ի տեղը լիներ 0, ինչ կստանայինք այս դեպքում։ Այս դեպքում true չէր լինի, false էր լինելու, չէ։ Եվ կստացվեր 5, հա։ Այո։ Այս դեպքում կստացվեր 0-ին գումարել 5։ Բայց այդ 0-ն իրականում այս փակագծերի մեջից 0-ով ուղղակիորեն կապ չունի։ 0 է, որովհետև բուլյան 0-ն է 0։ Լավ, շատ շնորհակալություն, հասկանալի է։ Օֆելիա։ Բարև ձեզ, ինչ լսում եք։ Այո։ Իսկ կարանք բուլյանին տանք input արժեք։ Հա։ Կեք փորձենք։ Եթե ասենք անհավասար է bool input ու print անենք an, այս դեպքում ինչ դնենք ներսում, կապ չունի, որովհետև input-ը ինչ ստանա, դարձնելու է string եւ լինելու է ոչ դատարկ string։ Բուլյանի մեջ մտնելու է ոչ դատարկ string-ը եւ ai արժեքը լինի true։ Եթե հետեւաբար, եթե այստեղ նույնիսկ ես գրեմ 0, մենք print-ում տեսնելու ենք true։ Շնորհակալություն։ Այս հասկանալի էր, ինչի համար է 0-ի դեպքում էլ true։ Հա, որովհետև մենք իրան էլի արժեք ենք, չէ՞ տվել։ Ինչ որ բան գրել ենք մեջ։ Ինչ որ չափով, հա, որովհետև իրականում ոչ թե մենք բուլյանին տալիս ենք 0-ն, այլ բուլյանին տալիս ենք string 0-ն։ 0-ն ու string 0-ն տարբեր բաներ են։ Սրանք իրար հավասար չեն։ Եվ boolean 0-ն false է, բայց boolean string 0-ն true է։ Բարձր Օֆելիա։ Հաջորդը Անին էր ձեռք բարձրացրել։ Մարիամ ջան, ես զուտ համ հիշեցի, համ էլ ասացի ընդհանուր ասեմ, բոլորն էլ իմանան, բուլյանը ինքը դե function է, function-ի մեջ է տենց կառավարվում։ Function-ի մեջ այնպես է տրված, որ 0-ից տարբեր ցանկացած բան ինչ տեսնի, ինքը ընդունի որպես 1։ Հա։ Built-in function-ի մեջ նկատի ունեմ։ Հա, հասկացա։ Այսինքն այն ձևով ոնց սահմանվել է true-ն, տրված է, որ եթե 0-ից ու դատարկից բացի ինչ տեսնես, ընդունի որպես 1 արժեք։ Դրանով է պայմանավորված, որ համեմատում ենք թվի հետ, 1-ից տարբեր թվի հետ, ստանում ենք false։ Հարություն։ Բարև ձեզ։ Իսկ եթե բուլյանին վերագրում ենք բացասական թիվ։ Հա, կապ չունի։ Այսինքն պատասխանը false է լինելու։ Չէ, 0-ից տարբեր է, հետևաբար true։ Լավ, այսինքն Միայն ինչ որ 0-ն trek ունի։ ու դատարկը։ Լավ։ Էլեն։ Բարև ձեզ։ Ուզում եմ իմանալ, որ վերևում խոսեցինք, որ մի հավասարումը արժեք ենք տալիս, երկուսը հավասարեցնում ենք։ Այստեղ 3 հավասարման հասկացողությունը կա։ Չէ, այստեղ կա մենակ 1 հավասար եւ 2 հավասար։ 1 հավասարով արժեք ենք վերագրում, ասում ենք ai արժեքը թող լինի 11, այդ դեպքում դնում ենք an 1 հավասար 11։ Իսկ երբ որ ուզում ենք ստուգենք an հավասար է 11-ի թե չէ, դնում ենք ուղղակի 2 հավասար։
Շատ լավ, մերսի, շատ։ Ուրիշ հարցեր։ Չաթում էլ էր ինչ-որ բան գրվել մի րոպե։ Բուլյանը Python-ում երբ է օգտագործում ինչ խնդիրներ լուծելու համար, երբ որ ցանկացած համեմատություն անելուց համեմատության արդյունքը ստանում ենք կամ true կամ false, որը իրանից արդեն ներկայացնում է բուլյան արժեք։ Այսինքն ցանկացած դեպքում, երբ մենք ունենանք պայման համեմատություն, այդտեղ օգտագործվում է բուլյանը։ Հելեն։ Իսկ մի բան հարցնեմ էլ, եթե ի սկզբանե մենք հավասար ենք տալի a-ին, այսինքն a-ն հավասար է օրինակ 5, ու դրանից հետո a-ին վերագրում ենք, որ ինքը 7 է, ինքը պահպանելու է, չէ՞, այդ հավասարությունը չի վերագրելու 7։ Ճիշտն ասած, այդքան էլ լավ չհասկացա։ Եթե a-ին վերագրենք Եթե չենք վերագրում, a-ն ի սկզբանե հավասար է 5-ին։ Ու դրա տակ մենք մի հատ գրում ենք, որ a-ին վերագրում ենք 7։ Ու print ենք տալի a-ն, ինչ կտպի։ Ճիշտ եմ հասկանում, որ սենց նկատի ունեք։ Հա, ու հիմա print։ Այստեղ կախված է, արդյոք ծրագիրը արդեն գիտի, թե ով է a-ն։ Մենք մինչև այս արդեն սահմանել ենք a-ի արժեքը։ Չէ, հիմա, այսինքն ոչ թե ի սկզբանե իրար տակից գրում ենք այս երկու բանը։ Չէ, ծրագիրը աշխատում է կոդը կարդալով վերևից ներքև։ Եթե մեր կոդի ամենաառաջին տողը կամ սա լինի, կամ մինչև այս որևէ տեղ ասած չլինենք a-ի արժեքը, այստեղ կունենանք error, որովհետև կասի ես չգիտեմ a-ն ով է, որ մի հատ էլ համեմատեմ իր արժեքը 5-ի հետ։ Որովհետև մենք ոչ թե համեմատում ենք a-ն, այլ a-ի մեջ եղած արժեքը։ Եթե մինչև a-ին արժեք չենք տվել, ուղղակի չգիտի ինչի հետ համեմատի 5-ը։ Իսկ եթե այս երկու տողից ներքևում գրենք հիմա print a, ինչ կտպի։ Այս պահին մենք error չենք ունենա ու a-ի արժեքը կտպի 7։ Այսինքն ինքը չի համարում, որ անհավասար է։ Ասեք։ Այսինքն ինքը չէր համարում, որ ինքը ի սկզբանե 5-ի էր հավասար ու ամենավերջինը ինչ մենք իրեն վերագրել ենք, այդ ընդունում։ Հա, այս առաջին տողը վերագրում չի անում։ Սա միայն համեմատում է։ Հավասարում է, բա երկրորդ տողը վերագրում է, չէ՞։ Վերագրում է ու վերագրեց 7։ Հա, այսինքն Այստեղ տպում ենք a-ի արժեքը 7-ը։ Շատ լավ, մերսի շատ։ Ինչի մենք այստեղ error չենք ունենում, որովհետև իրականում մեր կոդը չի սկսվում հենց այստեղից։ Մեր կոդը սկսվում է վերևից ու մենք վերևում արդեն ինչ-որ միտեղ ունենք a-ի արժեք վերագրած։ Այստեղ է, a-ի արժեքը վերագրել ենք այստեղ 10, ինքը դեռ չի մոռացել, սա հիշում է, ու երբ որ գալիս ենք այս ներքևում մի քանի վանդակ ներքևում տպում ենք, աշխատում ենք անհավասար է 5, այս իրականում աշխատում է, ուղղակի այստեղ ոչինչ չի տպում, որտեղ print չենք դրել։ Բայց սա մեզ վերադարձնում է false։ Հետո ուղղակի a-ի արժեքը փոխում ենք ու տպում ենք արդեն մենք տեսնում ենք a-ի նոր արժեքը։ Բայց այս անհավասարման նշանները դնելուց մենք միշտ ստանում ենք բուլյան, կամ false կամ true։ Հայկ։ Որ խնդրեմ մի քիչ քիչնեք ներքև։ Ինչքան։ Էլի մի քիչ էլ։ Այս 33 որ գրած է։ Այդտեղ ճիշտ ասած երևի բաց թողեցի այդ փակագծերի պահը էլի ձևը, որ ուղիղ այդ ինչերն են։ Տեսեք, իրականում մենք դեռ սա չենք անցել, բայց այս փակագծերը իրանցից ներկայացնում են տվյալների ուրիշ տեսակներ։ Սա list է, սա dictionary կամ set եւ սա tuple։ Հա, հասկացա։ Ու քանի որ իրանց մեջ ոչինչ չունենք գրած, իրականում սահմանել ենք ինչ որ այս տեսակի տվյալ, list տեսակի տվյալ ենք սահմանել, բայց դատարկը դրա համար իր բուլյան արժեքը false է։ Եթե իր մեջ ունենայինք արժեք, էլ false չէր լինի։ Լրիվ նույն տրամաբանությամբ, ոնց սահմանել էինք դատարկ string-ը ու դատարկ string-ի բուլյանն էլ է false։ Հասկացա։ Դեռ չենք անցել, բայց զուտ իմաստն է, որ ինչ դատարկ բան տեսնում է, false է լինում։ Հա, բարձր, բարձր։
Սոնա, Իսկ եթե ուզում ենք հենց ան համեմատենք օրինակ 5-ի հետ վերջին օրինակում, այդ դեպքում պետք է ան ճակերտների մեջ գրենք ու string-ը կհամեմատի թվի հետ։ հա, բայց այդ դեպքում մի րոպե, sense չէ նկատի ունենք, sense կունենանք false, Հա, Մի հարց կարելի է։ ասեք, Վերջում, որ ասացիք input ենք անում, գրում ենք 0, ինքը որպես string է վերցնում, իսկ եթե մենք ոչ մի բան input չանենք, ուղղակի enter սեղմենք, կտա false։ հա, այդ որտեղ գրեցին, չեմ գտնում այդ տեղը, լավնովից գրեմ, այն վերագրենք boolean, input, այս դեպքում մենք կարող ենք միայն false ստանալ այ արժեքը, եթե input-ում ոչինչ չտանք, input-ում եթե ոչինչ չտանք, դա կլինի նույնը, ինչ որ լինի boolean դատարկ string, boolean դատարկ string-ի արժեքն է false-ը։ Շնորհակալություն։ Մուշեղ, Ես մի հատ հարց ունեմ այդ նախորդից, որ տված էր string անհավասար է 5-ի։ Ես ինչքան գիտեմ, string-ի ու թվի մեջ բան չկա, չէ՞ համեմատություն։ Ընդունված չի string-ի ու թվի մեջ համեմատություն անել, ու եթե մենք գրում ենք string անհավասար է 5-ի, այդ դեպքում ես մտածում եմ, որ քանի որ տենց գործողություն սահմանված չի string-ի, այսինքն համեմատություն string-ի ու թվի միջև, ինքը պետք է տար ոչ թե false, այլ ինչ որ error տար։ Ես մեկ բացատրեք այս մասը, դրամաբանություն էլի։ Եթե հավասարից բացի ուրիշ համեմատության նշան օգտագործենք, ստանում ենք error, հենց այն բանի մասին, որ string-ի ու int-ի միջև չկա այդ գործողությունը սահմանված չի։ Հա, բայց այդ նույն դրամաբանությամբ հավասարն է գործողությունը, որը սահմանված չի։ String-ի ու թվի միջև չի տալիս error այդ դեպքում այդ հարցը։ Հասկացաք, չէ՞ արդեն։ Հասկացա, այս դեպքում ինձ թվում է իրականում վստահ չեմ, բայց ինձ թվում է այս դեպքում արդեն համեմատում է իրանց type-երը։ Բայց այս հարցին ավելի ուշ կպատասխանեմ, ես էլ կնայեմ, իրականում վստահ չեմ։ Որովհետև ըստ դրամաբանությամբ, եթե մեծը նույն օպերատորն է համեմատության, ինչ որ հավասարը կամ փոքրը, եթե մեկի դեպքում տալիս է error, մյուսի դեպքում էլ պետք է տա, որովհետև սահմանված է, որ թվերի հետ եւ string-ների մեջ չի գործում այդ բանը համեմատության օպերատորները ընդունված չի այսինքն։ Այս հավասարի դեպքում պիտի որ իրանց type-երը համեմատի, բայց այդ կնայեմ հաստատ կասեմ։ Մհերը գրել է, որ սկզբում ասում եք տիպերն ենք համեմատում, հետո ասում է արժեքները, իրականում տիպերն է համեմատում, կամ ավելի ճիշտ է ասել, հավասարման համեմատությունը անելուց սկզբում ստուգում է արդյոք երկու կողմն էլ տիպերը նույնն են թե չէ, ու եթե չէ, այդ դեպքում միանգամից վերադարձում է false, error գցելու փոխարեն։ Բայց արժեքները չի համեմատում, որովհետև string-ի ու թվի միջև արժեքները չի կարող համեմատի։ Ու Աննան, ինձ թվում է, Աննա, դուք սխալ եք հասկացել տարբերությունը, մի դեպքում մենք օգտագործում ենք ան որպես փոփոխական, այդ դեպքում հա ձեր ասածն է, որ վերևում արդեն արժեք ենք տվել, դրա համար կարողանում ենք համեմատել, եթե w տայինք, սխալ կունենայինք, error կունենայինք, բայց այստեղ քննարկումը իրականում գնում է ոչ թե a փոփոխականի մասին, այլ a string-ի մասին։ Եթե հարցեր չկան, հա, Լուսինե։
Որ խնդրեմ նորից կասեք string on, որ համեմատում եք թվի հետ դեպքում ինքը ինչպես էր համեմատությունը անում։ Նախ համեմատության այդ գործողությունը սահմանվել է նենց, որ սկզբում ստուգումը արդյոք երկու տիպերը նույնն են, թե չէ, այն ինչի իրար հետ համեմատում ենք, այսինքն string i-ի ու 5-ի տիպերը արդյոք նույնն են, թե չէ։ Եթե չէ, error տալու փոխարեն միանգամից վերադարձնում է false։ Իսկ եթե տիպերը նույնը լինեին, արդեն կհամեմատեր արժեքները։ Եթե ունենանք այս դեպքում ինչ տեղի կունենա, առաջին դեպքում մենք կստանանք false, որովհետև փորձում ենք համեմատել string-ը ու թիվը, տեսնում է, որ տիպերը տարբեր են, մեզ միանգամից վերադարձնում է false։ Երկրորդ դեպքում տեսնում է, որ երկու կողմում էլ գրված է string ու արդեն սկսում է համեմատել string-ի արժեքները։ Իրականում այս դեպքում էլ է վերադարձնում false, բայց որովհետև տարբեր են, իրար հավասար չեն դրա համար։ Իսկ առաջին դեպքում վերադարձնում է false, որովհետև իրանց տիպերն է տարբեր։ Ուղղակի տենց է գրված այս համեմատության գործողությունը։ Հա, երևի ավելի տրամաբանական կլիներ, որ այս առաջին դեպքում վերադարձներ error, նենց ոնց վերադարձնում է string-ի ու թվի մեջ այլ գործողություններ անելուց, բայց հավասարը սահմանվել է այս ձևով։ Եթե այս մասում ամեն ինչ պարզ է, անցնենք առաջ։ Լավ, կարծում եմ պարզ է, հարցեր չկա։ Եվ այսպես անցնենք պայմաններին, ոնց կարող ենք ինչ-որ բան ստուգել ու ըստ դրա ճիշտ կամ սխալ լինելուց մեր քայլերը որոշել։ Ոնց է, երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, նայում ենք եղանակին, որպեսզի հասկանանք ինչ հագնենք, ու մեր մտքում սենց է, եթե ցուրտ է, պետք է հագնենք տաք, եթե ցուրտ չի, մնացած բոլոր դեպքերում կարանք հագնենք թեթև, բարակ։ Ոնց կարանք այդ սահմանենք, այդ եթե ցուրտ է, անենք այսպես, եթե չէ, այսպես, Python-ում։ Նախ պետք է սահմանենք փոփոխականը, ցուրտ է, թե չէ, իրաց սկզբնական արժենք տանք false, այսինքն is called հավասար է false, ասում ենք չէ ցուրտ չի։ Հետո if-ով ստուգենք արժեքը մեր սահմանած փոփոխականի։ Ասենք եթե ցուրտը հավասար է true, ապա print արա այս թիվը և print արա տաք հագնվի չմրսես բալաջան տեքստը։ Գրելա ձևն է if մեր ուզած պայմանը անպայման երկու կետ, հայերենի վերջակետը, ու հաջորդ տողից, այն ինչ ուզում ենք կատարվի այս պայմանի ճիշտ լինելու դեպքում, գրում ենք մի թաբ առաջ, նույնն է թե 4 պրաբել առաջ, ու կատարում այդ գործողությունը։ Ինչ կգտնվի նույն level-ի վրա, նույն գծի վրա, որ if-ն է, այդ գործողությունները կկատարվեն if-ից դուրս։ Այսինքն, ինչ տեղի կունենա, ով կպատասխանի, ինչ տեղի կունենա այս վանդակի output-ում։ Լուսինե։ Դե քանի որ is called-ը false-ը, false-ը կհամեմատի true-ի հետ, այդ դեպքում ճիշտ չի լինի, այսինքն ինքը կտպի տաք հագնվի չմրսես բալաջան, իսկ հետո կտպի այդ 3, 4, 5, 6, 7 խոսքով այդ թիվը, որովհետև ինքը if-ի պայմանից դուրս է։ Այսինքն դուք ասում եք կտպի սա ու սա, հետո նաև սա։ Չէ, կտպի տաք հագնվի չմրսես բալաջան, իսկ հետո նոր տակինը, այդ վերևինը չի տպի։ Ուրիշ կարծիքներ կան։ Կամ արդվար համաձայն չի։ Միայն ներքևի տողը կտպի, ամենը։ Ինչի համար։
Որտեվ if-ի body-ում երկու տողն է համարվում է if-ի body, քանի որ երկուսն են նույն probable-ով հեռավորություն էլի։ Ճիշտ է։ Իրականում ասում ենք, որ այն ինչ գրված է if-ի ներսում, if-ից մի թափ առաջ, դա մտնում է if-ի գործողության մեջ, if-ի բլոկի մեջ։ Հիմա այստեղ այս երկու print-ները գրված են if-ի ներսում։ If-ից, այս if-ի տողից մի թափ առաջ են գրված։ Հետաբար այս երկուսն էլ տեղի կունենան այն դեպքում, եթե if-ի մեջ գրված պայմանը, if-ի դիմաց գրված պայմանը լինի ճիշտ։ Այն ինչ գրված է if-ից դուրս կաշխատի այս բլոկից հետո։ Քանի որ is called-ի արժեքը false ենք սահմանել, is called-ը հավասար է true-ն, մեզ կվերադարձնի false։ Պայմանը կստուգի if false, այստեղ կլինի if false, ու ուղղակի հաջորդ տողին չի անցնի։ Կգնա միանգամից կթռնի այստեղից, այն նույն գծի վրա գտնվող տողին կանցնի։ Եթե if-ի միջի պայմանը լիներ true, ճիշտ լիներ, այդ դեպքում միայն կմտներ ու կաշխատացներ այս երկու տողերը, այն ինչ գրված է if-ի մեջ։ Հիմա պատասխանենք հարցերին։ Ղևոնդ։ If-ի երկրորդ print տաքակների չմրցեսը կգրեր այն դեպքում, եթե else լիներ իրենց առաջ, այսինքն այստեղ չգիտեմ else-ով է լինում, եթե else լինել, այդ ժամանակ էդի գրել, հետո արդեն դրսի գրած է, դրսի print-ը։ Այս պարագայում հա, բայց եկեք առաջ չանցնենք, հա, այստեղ հա, ճիշտ եք ասում, եթե այստեղ if-ից դուրս մի հատ էլ else գրած լիներ, այս print-ից առաջ, if-ի սխալ լինելու դեպքում կաշխատեր else-ը։ Բայց else-ը չկա, սա էլ գրված է if-ի ներսում, աշխատում է, այս երկուսից ոչ մեկն էլ չի աշխատում, ու աշխատում է այն, ինչ գրված է սրանցից հետո if-ից դուրս։ If-ից դուրս ասելով նկատի ունեմ այն, որ գրված է հենց նույն ուղղության վրա, ինչ if-ը, if-ի ներսում ասելով նկատի ունեմ այն, ինչ գրված է if-ի ներքևում մի թափ առաջ։ Չէ, որ սկզբից ասին print-ի այդ երկրորդ տաքակների չմրցես բարաջա մեկի այդ դրսի տողը կդիրի։ Ինձ թվում է եւի մտածեին, որ else-ը է, դրա համար են ասում, էլի երկրորդ տողը գրի, հետո դուրսի։ Հա, այդ output-ը ճիշտ եք ասում, կտեսնենք այն դեպքում, երբ որ այստեղ ունենայինք else, ու այս print-ը այդ else-ի մեջ գրված լիներ։ Լուսինե։ Այսինքն, եթե մենք կիրառում ենք if պայմանը, մենք ինչքան որ թափ դնենք, ինքը եթե ճիշտ լինի, այդքան գործողությունը կկատարի։ Հա, եթե ճիշտ հասկացա, այսինքն եթե սա էլ գրված լինի if-ի ներսում, այս գործողության արդյունքում մենք ոչինչ չենք տեսնի, ոչ մի բան print չի լինի։ Քանի տող ուզում ենք, հա, ու քանի տող ուզում ենք, այստեղ կարանք գրենք։ Ոնց է հասկանում, թե ինչ կատարի, ինչը չէ, հասկանում է այդ թաբի միջոցով։ Եթե գրված է մի identification առաջ, այսինքն այդ մի թափ առաջ, ուրեմն կկատարի այն դեպքում, երբ որ if-ը ճիշտ է։ Եթե գրված է դուրս, ուրեմն կկատարի ըստ հերթականության արդեն։ Հասկացա, շատ է։ Որ ասացին ինձ թվաց իրոք, որ else պայմանի հետ, եթե if ինչ-որ բանը տեղի չունենա այդ իր առաջի տողում, արդեն ինքը կանցնի երկրորդ տողին որպես else պայման։ Չէ, այս երկուսին էլ վերաբերվում է լրիվ նույն ձև։ Ղևոնդ։ Այսինքն if-ը ոչ մի փակագծերով չի բացվում, փակում հենց այդպես մենակ թաբով է ինքը առանձնանում։ Ու այս երկու կետով։ Հա, եղավ, շնորհակալություն։ Սինտաքսը այսպես է. if պայման երկու կետ ու հաջորդ տողից մի թափ առաջ գրում ենք, թե ինչ գործողություն ենք ուզում կատարի, եթե պայմանը ճիշտ է։ Մերսի։ Հիմա չաթի հարցերին անցնենք։ Ճիշտ եմ հասկանում, որ երկու հավասարը համարժեքը is-ին, չէ, այս մասին դասի սկզբում հենց խոսեցինք, որ
is-ը համեմատում է ID-ները, հասցեները փոփոխականների, իսկ հավասարը հակառակը համեմատում է հենց արժեքները։ Այս մասով եթե էլի հարց կա, ասեք։ String 5-ը հավասար է string false է տպում, այո, ինչի, որովհետև այս դեպքում իրանց տիպերը, տեսակները նույնն է, բայց արդեն եթե տեսակները նույնն է, անցնում է արժեքները համեմատելուն։ String 5-ը ու string an տարբեր արժեքներ ունեն, դրա համար հա false ենք տեսնում իրանց համեմատության արդյունքում։ Այստեղ եթե այս վերջին հարցը մեհերի ճիշտ եմ հասկանում, որ եթե նույն անունով տարբեր փոփոխականներ եթե տարբեր փոփոխականներ ունենան նույն արժեքը, is-ով մենք մեկը կտեսնենք իրանց համեմատության արդյունքը false, իսկ համեմատության երկու հավասարեի դեպքում կտեսնենք true։ Մհեր, եթե սխալ եմ հասկացել հարցը, մի հատ էլի ասեք։ Այսպիսի բանի նկատի ունեի, օրինակ ունենք երկու օբյեկտ, որոնք ունեն նույն դաշտերը, ենթադրենք name ու age, ու եթե երկուսի այդ name ու age այդ դաշտերի արժեքները, օրինակ name-ը լինի Արամ ու age-ը լինի 12 ու նույն արժեքները լինեն համել երկրորդ օբյեկտի մոտ նույն դաշտերով։ Ուզում եմ իմանալ այդ deep check-ը էլի ոնց անենք։ Այս is-ով հնարավոր է անել, թե ինչ որ ուրիշ մեթոդ կա, որը հետո կանցնենք։ Դե այդ նույնն է, եթե ասենք ունենք name 1 հավասար Արամ եւ age 1 հավասար 18 ու այս նույնը ունենք name 2 age 2 իրանց միջի արժեքները այսինքն նույնը լինեն, բայց անունները դե տարբեր։ Այս դեպքում եթե համեմատենք is-ով, մենք կտեսնենք false, թեև իրանց արժեքները նույնն են, բայց մենք այս նույն արժեքները պահել ենք երկու տարբեր դարակներում։ Age 1-ը մի դարակն է, age 2-ը մի հատ ուրիշ դարակ է ու երկու դարակներում դրել ենք 18։ Դարակները ունեն հասցեներ ու քանի որ տարբեր դարակներ են, իրենց հասցեները տարբեր են։ Կներեք, կներեք ընդհատելու համար, ես ի նկատի ունեի օբյեկտ, ոչ թե առանձին փոփոխականներ, այլ օբյեկտ, որը իր մեջ հենց այդ դաշտերը կպարունակի, այսինքն ոչ թե առանձին փոփոխական, այլ օբյեկտ իր այդ դաշտերը։ Մարիամ ջան, ինքը dictionary նկատի ունի Python-ում։ Dictionary, որի key name 1-ը value-ն Արամ, այդպես նկատի ունի, ոնց հասկանում եմ, ուղղակի ոչ Python-ական տերմինոլոգիայով է բացատրում։ Եթե հա հենց տենց dictionary նկատի ունեք, այդ դեպքում is-ով մեկ այլի is-ը կարճ ասած, եթե տարբեր փոփոխականներ ենք համեմատում, իրենց հասցեներն է համեմատում։ Եթե այդ dictionary-ները ինչ-որ փոփոխականի չվերագրենք ու համեմատությունը անենք is-ով, այդ դեպքում պիտի որ նույնը ստանանք, եթե անենք հավասարով, էլի պետք է ստանանք true։ Բայց քանի որ դեռ չենք անցել dictionary, երևի պետք չի հիմա այդ մասին խոսել, որ բոլորին չխառնենք իրար։ Is-ը համեմատում է հասցեները, արդյոք նույն հասցեները ունեն այս երկու փոփոխականները թե չէ, հավասարիներով համեմատում ենք միջի արժեքները։ Մուշե։ Հարցս էս 49-ի վրա ասեմ, էլի, այս print-ը, որ գրում ենք սկզբից ու մի քիչ բանը խորքից դրանց տարբերությունը ու ոնց է հասկանում։ Ենթադրենք, որ f-ին զուգահեռ ներքևից p-ին գրենք print-ը կամ if-ի հաջորդ տողից երկու հատ ուղղակի space անենք, ոչ թե tab։ Ինքը կհասկանա բլոկի ներսում, թե դուրս, այդ եմ ուզում հասկանալ։
Այսինքն այս հիմա ինչ որ կա print-ը գրած, որ ասենք երկու հատ backspace անենք, p կողքից ինքը մեջն հասկանալու թե դուրսը հարցս հասկանալի էր։ Այո։ Նախ եթե տենց մի քանի փուլով էլի պատասխանեմ, եթե հենց անմիջապես if-ից հետո հաջորդ տողը գրեմ հենց նույն առանց մի մատ խորքից, գրեմ սենց մենք ունենանք error, այս որ տակից կարմիր գիծ է գծում, նշանակում է ունենք մեր գրվածքի մեջ, սինտաքսի մեջ սխալ, Python-ի կողմից ոչ հասկանալի ձեռագիր է այս։ Չի կարա ստեղ գրված լինի երկու կետ ու իրար հաջորդողը լինի անմիջապես նույն խորությունից։ Սա սխալ է, ասենց չեն կարող անենք։ Ոնց է ինչի համար է այս խորքից գրվում, որպեսզի հասկանա ինչն է պետք կատարել այն դեպքում, երբ որ այս պայմանը գործում է, ու ինչն է պետք կատարել անկախ այդ պայմանի ճիշտ ու սխալ լինելուց։ Եթե ես սա տպեմ նույն խորության վրա ինչ որ if-ն է, այդ դեպքում այս դրա output-ը կլինի տակ հագնվի չմրսես բալաջան, հետո այս թվերը, բայց այս առաջին print-ը չի աշխատի, որովհետև այն որ ինքը գրված է խորքից, նշանակում է աշխատի միայն այն դեպքում, երբ որ այս պայմանը ճիշտ է։ Ինչ վերաբերում է այդ թաբերի քանակին, իրականում եթե ուշադրություն դարձնեք, ստեղ Սենց թող մնա մի հատ էլի, այս սենց։ Սենց սխալ կտա։ Եթե մի print-ը լինի մի խորության վրա, երկրորդը մի խորության վրա, էլի ունենում ենք սինտաքսային խնդիր։ Իսկ եթե առաջինը բերեք Եթե առաջինն է նույն ձև լինի, այս պարագայում չենք ունենա խնդիր, այս collab-ի միջավայրում ենք, ինքը հասկանում է թե այդ երկու հատ հիմա այս դեպքում երկու հատ space-ով է աշխատում, մյուս դեպքում 4 հատ space-ով է։ Այս երկուսն էլ կարա աշխատի, իրականում տարբերություն չկա, դուք եք ընտրում, թե ձեր խորությունը քանի space-ով լինի, 2, 4, դեպքեր կա 8-ը, 6-ը։ Ուղղակի իրար հավասար լինի, որ աշխատի։ Կարևորը որ իրար հավասար լինի ու ձեր ամբողջ կոդի մեջ միշտ նույն խորությունը պետք է օգտագործեք։ Հա, լավ, բարձ։ Լավ, այս ձեր հարցը մհեր վերջում, հա, անդրադառնանք, եթե դեմ չեք։ If-ի հետ ամեն ինչ պարզ էր։ Եթե ձայն չկա, կարծում եմ այո։ Հիմա հաջորդ քայլը որ կարող ենք անել, իսկ ինչ կլինի, եթե մեր պայմանը չի գործում, ու այդ դեպքում էլ ենք ուզում ինչ-որ գործողություն անել, դրա համար կա else-ը, if, եթե այս պայմանը գործում է, եթե պայմանը չի գործում, բնացած բոլոր դեպքերում արա հետևյալը։ Մենք սահմանում ենք is called true, այսինքն ցուրտ է, հետո ստուգում ենք, եթե ցուրտ է, print արա տակ հագնվի, չմրսես բալաջան։ Եթե ցուրտ չէ, ցանկացած այլ պարագայում else բլոկը կաշխատի ու կտպի n, կանի n գործողությունը, ինչ գրված է else-ի ներսում, else-ից հետո մի մատ խորքից։ Ու նաև վերջում կաշխատի n ամեն ինչի, ինչ գրված է համ if-ից, համ else-ից դուրս։ Արդյունքում, այս կոդը աշխատացնելուց մենք կտեսնենք հենց if-ի միջի print-ը, ինչի որովհետև is called-ը հավասարություն ճիշտ է, սա է աշխատում։ Երբ որ if բլոկը աշխատում է, else-ը չի աշխատում։ Else-ը աշխատում է մենակ այն դեպքում, երբ որ չի աշխատում if-ը։ Իսկ այն ինչ դրված է համ if-ից, համ else-ից դուրս, միշտ կաշխատի։ Հարցեր։ Հարցեր չկա։ Հիմա ես կուզեմ պատասխանեք, թե ինչ տեղի կունենա այս կոդը աշխատացնելուց։ Մուշը։ Դուք ասեք այս առաջ
Առաջին if-ը կաշխատի, թե չէ։ Հա, կաշխատի, որովհետև բուլյան Ինչի։ այդ 3-ը ինքը հենց true է։ Այսինքն True-ն կունենանք հավասար է true, հավասար է ինքը true։ կտպի։ Պայմանը կբավարարվի ու հաջորդ գործողությունը կանի կտպի 211-ը։ Ճիշտ է։ Անի, այս երկրորդն էլ դուք կասեք։ Էլի երկրորդն էլ կաշխատի, որովհետև բուլ 3-ը միևնույնն է true է, կտպի 123։ Այսինքն այստեղ պարտադիր չի, նկատենք, որ պարտադիր չի if-ի մեջ հենց ինչ որ համեմատություն։ Գրել հավասար է true, եթե չեն գրում, ուրեմն ինքը հավասար է true է, իսկ եթե հավասար է false է, not bool 3։ Այո, if-ը իրականում սպասում է, որ այստեղ պետքա ինչ որ գրված է, իր արդյունքը լինի true։ Կապ չունի, թե դա ոնց է աշխատում։ Գրում ենք համեմատության նշանն ենք դնում true-ի հետ, դրա համար ենք ստանում true, թե ինքը հենց իրանով իր արժեքը true է։ Ու երրորդ դեպքում Ռոբերտ։ Այս դեպքում երևի 3-ը փորձի սարքի բուլյան տիպի, կտեսնի, որ true է, if-ի մեջ true կաշխատեցնի ու կտպի այդ 134-ը։ Այո, շատ ճիշտ է։ Եվ ինչ կունենանք այս վերջին դեպքում, Մհեր։ Վերջի դեպքը չի աշխատի, որովհետև 0-ն ինքը false է։ Նույն ձև, ոնց վերևում 3-ն է սարքում բուլյան, ու քանի որ 3-ը 0-ից տարբեր է իրան համապատասխանող բուլյանը true է, նույն ձև էլ 0-ի դեպքն է, 0-ն է սարքում բուլյան, 0-ի համապատասխան բուլյանը false-ն է, if-ի դիմաց գրված է false, այլ ոչ թե true, դրա համար այս բլոկը չի աշխատում։ Ու մենք կտեսնենք այն վերևի 3 թվերն էլ տպված, բայց երկուսը չենք տեսնի։ Եվ ինչ տեղի կունենա այստեղ, Ղևոնդ հարց ունեք։ Մարիամ ջան, այսինքն եթե ինքը տեսնում է if մենակ 3 տիպ, կոնկրետ տիպիզացիա չկա, ինքը ավտոմատ տիպա սարք դարձնում, տիպովա դարձնում ու միանգամից ճիշտ է լինում, հա, գտնվում է։ Եթե տիպ ասելով նկատի ունեք բուլյան, այո։ Ցանկացած արժեք, որ գրենք if-ի դիմաց, փորձելու է սարքի բուլյան։ Ու ըստ դրա արդեն հասկանա if-ի դիմաց գրվածա true թե false, ու հասկանա գնա առար թե չէ։ Մտնի if-ի մեջ թե չէ։ Եո, մերսի։ Հարություն։ Երկրորդ դեպքում երկրորդը, չէ, ասենք ինչա տպելու։ Այս նկատի այստեղ, հա։ Հա, հասկանանք այս կոդը ինչ կտպի։ Ինչ կվերադարձնի։ Այս դեպքում մենք is called-ին վերագրում ենք false-ը, ներքևում boolean is called-ը լինելու է false, false-ը չենք կարող հավասարացնել true-ի, սխալ է տալի false, առաջինը կտպի else-ը տաք է ու չգիտեմ, էլ բան կա տակը։ Ու մեկ է print 2-ը։ Ճիշտ է։ Is called-ի արժեքը false է, կապ չունի, որ իր դիմաց գրված է բուլյան մեկը ինքը մնում է false, այս իր արժեքը false է։ False-ը հավասար է true-ն, մեզ վերադարձնում է false, այսինքն պայմանը if-ի դիմաց գրված false-ը, հետևաբար if-ը չի աշխատում։ If-ը եթե չի աշխատում, ուրեմն աշխատում է else-ը եւ աշխատում է այն ինչ գրված է այդ երկուսից դուրս։ Մուշեղ հարց ունեք։ Պատասխանի համար է ձեր։ Հա, դե դեպքում կասեք, այս մյուսը ինչ կտպի։ Այս մյուս դեպքում, քանի որ գրված է մենակ is called, ինքը բուլյան կսարքի ուկտակ վերագրի true-ի ավտոմատ, ու կտպի առաջինը, առաջին print-ը։ Is called-ի արժեքը false է։ Ուրեմն, երկրորդը։ Հիմա ասեք, այս if-ը կաշխատի։ Չէ, եթե false կտա չի աշխատի, երկրորդ print-ը կտպի։ Այսինքն կաշխատի else-ը։ Հա, տաք է ու 2։ Այո, ճիշտ է։ Ինչ որ հարց կար։
Ձեռքերին բարձրացրել։ Հիմա ինչ տեղի կունենա այս կոդի դեպքում։ Ուզում եմ պատասխանի մարդ, ում չենք լսել։ Անի Դաշյան։ Այս դեպքում, քանի որ if-ում ստուգում ենք բարև, որը string է, այսինքն դա էլի true-ի արժեքին է վերագրվում, այսինքն այս դեպքում կտպի տակ հագնվի չմրսես բալաջան եւ հետո կտպի նաեւ print 2-ը։ Այո, ճիշտ է։ Ինչի համար ասա մի հատ էլ ասենք, ինչի այս if-ը ճիշտ լինում, որովհետեւ if-ի դիմաց գրվածը դարձնում է boolean ավտոմատ։ String, որը դատարկ չի, իր boolean-ը լինում է true։ Ստացվում է if-ի դիմաց մենք գրել ենք ճիշտ true, ճիշտ պայման, եւ հետո if-ը աշխատում է։ Այս դեպքում այդ is called հավասար է false իմաստ չուներ, չէ՞, ուղղակի գրված է, չօգտագործել։ Հա, այստեղ գրված է, բայց իրան չենք օգտագործել։ Ուղղակի փոփոխական է, մնացել է։ Բայց մեր պայմանը ստուգել ենք այս բարև բառով։ String-ով։ Ու ինչպես ասացինք, ուրիշ լեզուների նման ինչ-որ փակագծեր չկան, միայն այդ tab-ի միջոցով ենք հասկանում, որ if-ը սկսվեց, if-ը վերջացավ։ Հիմա այս մյուս պարագայում ինչ կունենանք այստեղ, Ռոբերտ։ Այստեղ false-ը կդարձնի true, ու end-ի մեջ այս բառ true-ին կունենալու կաշխատի if-ի մեջի գրվածը, այսինքն դոցած 1-3։ Եկեք մի հատ հերթով, որ բոլորին պարզ լինի, ինչ ունենք if-ի մեջ։ Մեր պայմանը, որ if-ը պետքա ստուգի այսքանն է։ Պետքա հասկանանք սա այս ամբողջը ինչա վերադարձնում, նայենք մաս-մաս։ Ինչա տեղի ունենում այս վազելուենքը ունի արժեքը true եւ not ցուրտա, ինչ կլինի, ցուրտան false-ը, not ցուրտան դառնում է հակառակը true։ Այսինքն, ստեղ եթե մեր բառերով ասենք, կասենք, եթե ցուրտ չի ու վազելու ենք, ուրեմն տպի բոթած եւ տպի 3։ Հակառակ պարագայում, այսինքն not ցուրտայից կամ վազելու ենքից, եթե գոնե մեկը false-ա, ուրեմն տպի կոշիկ։ Քանի որ ցուրտան false-ա, not ցուրտան դառնում է true, վազելու ենքի արժեքը սահմանել ենք true, իրենց ընդով միացումը վերադարձնում է true։ Ու այո, աշխատում է այն ինչ կա print-ի if-ի ներսում գրված եւ աշխատում է այն ինչ գրված է if-ից եւ else-ից դուրս, այսինքն 4։ Բոթած 3 ու 4։ Իսկ ինչ անենք, եթե ունենք մի քանի տարբերակ, ոչ թե պետք է ստուգել մի պայման ու ասել, եթե դա չլինի, ուրեմն արա այսպես, այլ պետք է ստուգենք, եթե գործում է սա, եթե գործում է սա, եթե գործում է սա։ Ռոբերտ, հարց ունեք։ Հա, այդտեղ փակագծեր դրել էինք, որ վերաբերվեր մենակ առաջի մասին, հա, հատուկ։ Այո, այս note-ը վերաբերվի մենակ ցուրտային։ Եթե չդնեինք, ինչ անենք։ Վերաբերվեր ամբողջին։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա ունենք այսպիսի պայման, որ եթե շաբաթ օրա գնանք շաբաթօրյակի, եթե կիրակի օրա գնանք չինգաչունգի չեմպիոնատի, եթե ցանկացած այլ օրա, ուրեմն գնանք դասի։ Նախ սահմանենք օրը, անունը դնենք իրան օր դեին տանք շաբաթ արժեքը, ստուգենք, եթե օրը շաբաթը, տպենք գնացինք շաբաթօրյակի։ Եթե այլ օրա շաբաթից բացի, մենք կամ պետք է գնանք դասի, կամ պետք է գնանք չինգաչունգի չեմպիոնատի։ Քանի որ էլ չգիտենք շաբաթից բացի իսկ ուրիշ ինչ օր է, կիրակի է թե այլ օր, չենք իմանում ինչ անենք։ Մեզ մի հատ ուրիշ բան էլ է պետք է ստեղ։ Նորից պետք է ստուգենք։ Այդ դեպքում կարանք ինչ անենք, else-ի մեջ մի հատ է ստուգենք։ Եթե շաբաթ օր չի, այսինքն շաբաթից բացի ուրիշ օր է,
Մի հատ էլ ստուգենք, իսկ եթե շաբաթից բացի է, կարող է կիրակի է, եթե հա կիրակի է, ուրեմն գնանք չինգաչունգ խաղալու, եթե չէ, ուրեմն պիտի գնանք դասի։ Այս դեպքում էլի կաշխատի գնացինք շաբաթօրյակը, որովհետև դեյը սահմանել ենք շաբաթ։ Իսկ ինչ կլինի, եթե դեյը սահմանենք կիրակի, կտպի գնացինք չինգաչունգի, որովհետև if-ի մեջ դեյը հավասար է շաբաթ, լինում է սխալ, գալիս է else, else-ում տեսնում է, որ պիտի մի հատ էլ if ստուգի, համեմատում է արդյոք դեյը հավասար է կիրակի, այո, ու աշխատում է այս else-ի միջի if-ի print-ը։ Լուսինե։ Իսկ այս դեպքում կարող ենք else-ը չգրել։ Ուղղակի իրար հետևից երկու if պայման գրենք։ Գրենք մեկ այդ if-ը, հետո առանց else-ի գրենք if դեյը հավասար է կիրակի, նոր այդ երկրորդի else-ը։ Կարող ենք, բայց այդ դեպքում մի հատ բայց կա, որ անկախ նրանից if-ը ճիշտ կլինի թե չէ, մյուս if-ը նույնպես կաշխատի։ Իսկ else-ը նրա համար է, որ աշխատի միայն այն պարագայում, երբ որ իրանից առաջ գրված if-ը չի աշխատել։ Եթե այստեղ շաբաթ արժեքը, ուրեմն այս if-ի մեջ կմտնի, կանի print-ը ու այս else-ի մեջ չի գա։ Ընդհանրապես այս ամեն ինչին չի անդրադառնա։ Եթե else-ը չգրենք, ու այս if-երը if else-ը բերենք առաջ, լինի sense, անկախ ամեն ինչից, թե ինչ է դեյի արժեքը, մեկը այս ներքևի if-երը էլի կգա կստուգի։ Այս արդեն կախված է մեր ծրագրի աշխատելու ձևից, մեզ պետք է այդ աշխատի, թե չէ, բայց ամեն դեպքում, եթե կարիքը չկա աշխատացնելու, իմաստ չկա, գալ այս ստուգումներն էլ անել։ Բայց կա նաև ավելի լավ տարբերակ, քան else-ի մեջ if գրելն է, դա elif-ն է, որը else if, ավելի կարճ elif։ Աշխատում է այն դեպքում, երբ որ այս վերևի if-ը չի աշխատել, մենակ այդ դեպքում, եւ էլի ինչ-որ պայման է ստուգում, ի տարբերություն else-ի, որ առանց պայման ստուգելու է անում այս գործողությունը։ Ստացվում է մենք կարանք տեսնենք, եթե օրը շաբաթ է, print կանենք գնացինք շաբաթօրյակ։ Եթե օրը շաբաթ չի, մի հատ էլ կստուգենք, կարող է կիրակի է, եթե կիրակի լինի, print կանենք գնացինք չինգաչունգ խաղանք։ Եթե ոչ շաբաթ է, ոչ կիրակի, այդ դեպքում աշխատացրա գնացինք դասի print-ը։ Ու այս դեպքում, երբ որ սկզբում սահմանում ենք դեր շաբաթ, հետո կիրակի, հետո ինչ-որ անկապ տառեր, ոնց է աշխատելու, ինչ հերթականությամբ։ Կգա կստուգի if դեյը հավասար է շաբաթ, այստեղ նկատի ունենանք, որ քանի որ դեյին 3 անգամ դեյի արժեքը փոխել ենք, իրականում ի վերջո դեյի արժեքը լինում է այս վերջինը, վերջին վերագրվածը։ Այսինքն ինքը հիմա սկսելու է համեմատել այս անկապ տառերով արժեքները այս մեր գրածների հետ։ Եթե այս անկապ տառերը հավասար է շաբաթի, կգրի գնացինք շաբաթօրյակ, եթե հավասար է կիրակի, կգրի գնացինք չինգաչունգ խաղանք, բայց քանի որ ոչ շաբաթ է, ոչ կիրակի, կաշխատի else-ը ու կտպի գնացինք դասի։ Հիմա ինչ տեղի կունենա, եթե հանենք այս անկապ տառերով ու սենց աշխատացնենք։ Էդմոններ առաջինը ձեռք բարձրացրել։ Էլի կտպի գնացինք դասի, քանի որ չէ, կներեք, կտպի գնացինք չինգաչունգ խաղանք։ Որովհետև առաջին if-ին չի բավարարում, բայց երկրորդ if-ին, այսինքն elif-ին բավարարում է։ Այո։ Ճիշտ է։ Հա, սա նույնն է։ Չէ, նույնը չի։ Այս դեպքի մասին է խոսքը, որ երկրորդ ստուգումը արվում է ոչ թե elif-ով, այլ if-ով։ Ու արդյունքում կտեսնենք, որ եթե սահմանենք դերը շաբաթ, նախ առաջին if-ին կբավարարի,
ու կաշխատի գնացինք շաբաթօրյակ print-ը, հետո կգա մի հատ էլ կստուգի այս if-ը, կտեսնի կիրակի է, չէ, եթե կիրակի չի, else-ի միջի print-ը կաշխատի։ Ու արդյունքում կտպի համ այս առաջին if-ի print-ը, համ else-ի print-ը, որովհետև այստեղ քանի որ else-ը չկա, այս if-ի կողքը l-ը չկա, բոլոր դեպքերում այս if-ը այս կտորը աշխատում է։ Կապ չունի, որ առաջին if-ի պայմանը բավարարվել է։ Հարություն։ Ճիշտ եմ հասկանում, փաստորեն այս դեպքում else-ը համարվելու է երկրորդ if-ի շարունակությունը։ Այո, պատկերացրեք այս ամբողջը մի բլոկ, սա առանձին բլոկ։ Սա կաշխատի, հետո անպայմանորեն կաշխատի այս բլոկը։ Իսկ եթե այստեղ դրվի elif, արդեն այս ամբողջը կլինի մի բլոկ։ Աննա։ Այսինքն եթե մի հատ if ունենանք, օրինակ 2 հատ elif, այդ դեպքում այդ երրորդ elif-ը վերաբերվում է երկրորդ elif-ին ու առաջինից կապ չունի առաջինի հետ։ Չէ, համ առաջինի հետ կապ ունի, համ երկրորդի։ Այդ բոլորը իրար հետ կապ ունեն։ If-ից սկսված մինչև վերջ, քանի դեռ չկա else-ը, այդ բոլորը իրար հետ կապ ունեն, քանի դեռ չկա նոր if, ավելի ճիշտ։ Եթե կա if ու ենթադրենք 10 հատ elif, հետո else, այդ բոլորը մի բլոկ են։ Ու դրանցից որևէ մեկն էլ եթե աշխատեց, էլ այն մյուսների մեջ չի մտնել, այն մյուսները չէր ստուգելու։ Չէ, հասկանում եմ։ Ուզում այդ մտնել չմտնելը հասկանում եմ։ Իմ մոտ հարցը այն էր, որ ոնց որ երրորդ elif-ը միանգամից կապված է առաջին երկուսի հետ միաժամանակ։ Այո, իրանից դեպքերի հետ։ Հիմա իրականում այդ ավելի մանրամասն կնայենք, էլի։ Ռևոնդ։ Մի քիչ որ բարձրացնեք վերը։ Այս դեպքում էս դեի հավասարը շաբաթ, դեի հավասարը կիրակի։ Ինքը խիա մենակ կիրակի դեպքը նորքնարկում, եթե վերցնում, եթե ինքը առաջին շաբաթն էլ է մտել։ Հետել չի։ Տեսեք, մի փոփոխականի կարանք վերագրենք մի արժեք։ Այս դեի փոփոխականը իր մեջ չի կարա միաժամանակ ունենա համ շաբաթ արժեքը, իրանից ներկայացնի համ շաբաթը, համ կիրակին։ Երբ որ սկզբում սահմանեցինք դեյը շաբաթ, հաջորդ օղում ասինք, չէ, դեյը կիրակին է։ Ինքը շաբաթը մոռանում է, դարակը բացեց, շաբաթին հանեց, դրեց դերը կիրակին։ Այո, ու հիմա այն, որ մենք սկզբում գրել ենք շաբաթ, այդ մոռացել է արդեն այս տողից հետո, այս երկրորդ տողից հետո։ Եվ այսօր դեյի արժեքը կիրակին ամենակ։ Այսինքն վերջին արժեքն է, հա, ինքը հիշում, վերջի տրված արժեքն է ինքը հիշում, տենց ստացվում։ Այո, միշտ վերջին վերագրված արժեքն է պահպանում որպես այդ փոփոխականի միջի արժեք։ Լավ, եղավ։ Չաթի հարցեր նայենք։ Լավ, չաթում easy քննարկումներն է գնում, այսինքն վերջում կանդրադառնանք։ Հիմա մի հատ անեկդոտի օրինակ փորձենք գրել։ Ծրագրավորողը գնում է խանութ ու կինը իրեն ասում է. 2 հատ հաց առ, եթե ձու լինի 10 հատ վերցրու։ Մարդը գնում է 10 հաց առած գալիս է տուն, կինը հարցում է ինչի ես 10 հատ բերել, ասում է դե ձու ունեի։ Այսինքն ինչ է տեղի ունեցել այդ մարդու գլխում։ Ձու կա, եթե ձու կա լինի false, if-ը չի աշխատի, կաշխատի else-ը ու կլինի 2 հատ հաց։ Եթե ձու կան լինի true, կաշխատի if-ը ու print կանի 10 հատ հացը։ Else բլոկը իրականում else գրելը պարտադիր չի, միայն if-ը բավարար է, կարող է if-ով էլ աշխատի։ Եթե if-ի արժեքը չբավարարվի, ուղղակի ինչ-որ բան չի լինի, որ կանի if-ը չբավարարվելու դեպքում միայն։
Եթե տարիքը սահմանենք 20, ունենանք այս if-ը, տարիքը մեծ 18 ու բավարարվի, այսինքն այս դեպքում 20-ը մեծ է 18-ից, if-ը կլինի if true ու կտպի ինձ մի հատ գինի խնդրում եմ։ Նույնն էլ այս դեպքում, ու եթե else չկա, այսինքն սրա սխալ լինելու դեպքում կաշխատի էլի հաջորդ տողը։ Սրա ճիշտ լինելու դեպքում այստեղ else-ը ինչի համար է, որ եթե սա սխալ լինի, աշխատի else-ը, ստացումը չունենալով else, մենք չենք սահմանում, թե ինչ անի, եթե մեր if-ի մեջ դրած պայմանը լինի սխալ։ Իսկ հաջորդ դեպքում, այս հաջորդ if-ի մեջ, սա նշանակում է, եթե տարիքը առանց մնացորդ բաժանվում է 10-ի, այսինքն տարիքը 10-ի բաժանելուց մնացորդը հավասար է 0, պրինտարը կլոր տարիք։ Քանի որ այս պարագայում երկու if-երի միջի պայմաններն էլ ճիշտ են լինում, երկու պրինտներն էլ աշխատում են։ Հաջորդ բանը, որ կարանք անենք if-երի հետ աշխատելուց, օգտագործենք pass ֆունկցիան, չգիտեմ ճիշտ է ասել ֆունկցիա թե չէ, գործիքը, ավելի ճիշտ է ասել, որով ասում ենք ուղղակի ոչ մի գործողություն մի արա։ Եթե տարիքը 18-ից բարձր է, ոչ մի բան մի արա։ Եթե չէ, այսինքն փոքր է կամ հավասար 18-ի, ջուր կուզես տպի։ Որպեսզի if-ի մեջ որևէ գործողություն չանի, դնում ենք pass ու հասկանում ենք, որ եթե այս պայմանը բավարարվի, ուղղակի ոչ մի բան մի արա։ Եթե տարիքը դնենք 19, այս կոդի արդյունքում մենք ոչինչ չենք տեսնի։ Pass-ը նշանակում է ուղղակի անցի առաջ ու ոչ մի բան մի արա, ոչինչ print մի արա, ոչ մի ուրիշ գործողություն մի արա։ Օհա, քանի հատ էլիվ ուզենք կգրենք, եթե, այսինքն նույն բլոկի մեջ մի քանի անգամ ուզենք, սահմանափակում ընդհանրապես չկա, կարող ենք մի քանի անգամ արժեքները ստուգել, պայմաններ դնել։ Եթե այս if-ը չաշխատի, փորձի այս if-ը, եթե դա էլ չաշխատի, փորձի այս if-ը, եթե ոչ մեկը չաշխատի, ուրեմն արա այն ինչ գրված է else-ի մեջ։ Եթե այս առաջին if-ը աշխատի, ներքևի գրվածներից ոչ մեկը չի աշխատի, կաշխատի այն ինչ գրված է այս ամբողջ բլոկից դուրս, այսինքն այս print գինը։ Եթե երկրորդ ստուգումը անցնի, այսինքն այս ապրանքը հավասար է ձմերուկը ճիշտ լինի, այս ներքևի երկուսի մեջ չի մտնի։ Այստեղից հարցեր կան։ Մուշե։ Օրինակ ուզում եմ իմանամ Python-ի մեջ, որ if-ից հետո փակագիր չի դրվում, ոնց որ հիմա է։ Եթե օրինակ գրված է լինում տարիքը հավասար է 17, պայմանը դրված, եթե տարիքը մեծ է օրինակ 20-ից եւ տարիքը փոքր է բանը 25-ից։ Այսինքն երկու պայմանի դեպքում էլ փակագիր չի դրվում, թե դեպքում կարող է error տա ինքը։ Չէ, չի դրվում։ Նկատի ունեք, եթե այստեղ ունենայինք Հա, երկրորդ պայմանը նաև, ասենք եւ տարիքը փոքր է 25-ից, ահա, տենց։ Այդ դեպքում առանց փակագծի ինքը աշխատելու է նորմալ։ Նույնն էլ օրի դեպքում։ Եթե 18-ից մեծ է կամ օրինակ փոքր է 15-ից։ Հա, այդ է հասնում։ Իսկ որ փակագից դնենք, էլի աշխատելու է, չէ՞։ Հա, էլի տարբերություն չկա։ Հասկանում եմ, որ սա եմ համեմատում սրա հետ։ Էլի նույն բանն է։ Հա, օքեյ։ Դնեմ 14, որ տեսնենք։ Տեսեք, մտավ if-ի մեջ, pass-ը աշխատեց ու ոչ մի բան տեղի չունեցավ։ Լևոնտ։ Մայրամ ջան, մի բան ասեմ, elif գրենք թե else-if տարբերություն չկա, երկու դեպքերը աշխատում, հա։ Չէ, սինտաքսը if, elif, elif եւ else։ Հա, else կա էլի։ Եղավ, մերսի։ Ուրիշ հարց։
Իդեպ Python-ում այս տակի գծերը, եթե թվերի մեջ դնենք, այս թվի հետ ոչինչ տեղի չունենա։ Իր արժեքը էլի կլինի 1 միլիարդ, Python-ը հետ կհասկանա որպես սովորական 1 միլիարդ, ուղղակի մեր համար կլինի ինթերնելի։ Եթե հարցեր չկա, անցնենք առաջ, ու այստեղ անդրադառնում ենք նրան, թե ինչ տարբերություն կլինի if թե elif։ Եթե առաջին դեպքում մի ստուգումը անցնելուց հետո, elif-ների դեպքում մի ստուգումը անցնելուց հետո այն մյուսները չի ստուգում, այս պարագայում համ այս դեպքում է ստուգում, համ այս դեպքում, համ այս դեպքում, ու եթե այս if ապրանք հավասար է ժարիտը չաշխատի, անպայմանորեն else-ը կաշխատի։ Կապ չունի, որ մեր պարագայում առաջին if-ը ճիշտ էր։ Հա, ու այստեղ, քանի որ մենք սահմանում ենք գինը, այսինքն print չենք անում, այն ինչ կատարվեց if-ի ներսում, չենք այս առաջին if-ի ներսում, չենք տեսնի, որովհետև սա վերագրվելուց ոչ մի բան print չի լինում, ու բոլոր տեղերում նույն փոփոխականն ենք արժեք վերագրում, քանի որ համ աշխատում է այս առաջին if-ը և համ էլ աշխատում է այս վերջին else-ը, ու վերջինում գին փոփոխականի մեջ դնում ենք yes-ի արժեքը, print անելուց տեսնում ենք հենց վերջին տրված արժեքը, այն որ առաջին ստուգման ժամանակ այս գինը հավասար է 2-ը աշխատել է, այդ կորումը չենք տեսնում։ Հարց, Աննա։ Նու ավելի շատ առաջարկ էր, մտքովս անցավ ուղղակի ես արդեն պատկերացրի ոնց է տպելու, ինչ է տպելու, բայց կարանք մի հատ սարքենք, որ նույն ոնց որ մի քանի հատ if տանք, որի միջի արժեքները ճիշտ են, ու նույն խնդիրը գրենք առաջի if-ից հետո elif-ներով ու տնենք, որ առաջի դեպքում բոլորը կտպի, իսկ երկրորդ դեպքում մենակ առաջինը։ Ճիշտ է։ If անհավասար է 5, print 1, if մեծ է 3, print 2, if մեծ է 1, 0, լավ, print 3։ Այս դեպքում, քանի որ 3 պայմաններն էլ բավարարում են, մենք 3-ն էլ կտեսնենք։ Ու եթե այդ նույն ձև, այստեղ գրենք elif, եթե գրենք elif, այստեղ կաշխատի մենակ առաջին if-ը, թեև են երկուսն էլ ճիշտ են, բայց առաջին if-ի աշխատելուց հետո մյուս ստուգումները ուղղակի չեն էլ անցնում։ Մյուս ստուգումները չի էլ կատարվում։ Դրա համար այն մյուս երկուսը չենք տեսնում, թեև որ այդ երկուսն էլ են ճիշտ ու բավարարում նշված պայմաններին։ Հարություն։ Իմ մոտ հարց հետ վերևի գինը, որ գրված է կբարձրանանք մի քիչ։ Ստեղ հենց որ համապատասխանում է տվյալ if-ին, հետո գրված է գինը հավասար է 2, այսինքն գնին վերագրում ենք 2, ու հենց ինքը տպում է մի հատ էլ else-ով է անցնում այդ ժամանակ, այդ պահը չհասկացա։ Այսինքն առաջին ոնց որ համապատասխանում է, բայց անպայման մի հատ էլ հետո else-ով է անցնում։ Այստեղ else-ով առաջին if-ը աշխատում է, չէ, ապրանքը հավասար է բանից, տեսնում ենք, որ այս if-ին բավարարում է, գինը 2-ը։ Այս print-ը, ստեղ որ դրված է print, իրականում comment-ը չի աշխատում։ Python-ը կոդը աշխատացնելուց թռնում է այս comment-ի վրայով։ Հետո գալիս ստուգումը, ապրանքը հավասար է ձմերուկ, չէ, ապրանքը պանիր էր։ Այս if-ին չի բարում, ստեղ չի մտնում։ Ապրանքը հավասար է ժարիտ, չէ, ստեղ էլ չի մտնում։ Հակառակ դեպքում, քանի որ այս ամբողջը, այս երկուսը, այս if-ը ու այս else-ը մի բլոկ են, այս ինչ բավարարել դեպքում այս else-ի մեջ մտնում է։ Բայց եթե ստեղ գրված լինեին elif-ներ, այս else-ի մեջ չէր մտնի։ Հիմա եթե այս վերևում գինը, այսինքն այս առաջին if-ը բավարարվելուց հետո գինը տպենք, կտեսնենք, որ սկզբում արժեքը լինում է 2,
Այսինքն այս if-ի մեջ մտել է ու գինի արժեքը փոխվել է։ Հետո եկել է այս վերջին else-ն է աշխատել ու գին փոփոխականի արժեքը դարձել է yes-ի։ Ու որպեսզի համոզվենք, որ այս if-ի մեջ է մտել, կարանք այս print-ը այս if-ի մեջ գրենք։ Տեսնենք, որ միևնույնն է էլի տպում է։ Լավ, շնորհակալություն։ Էդ է էլի ուղղակի այդ շարփը չէի տեսել, որ դրված էր որպես կոմենտ։ Հա, այդ գույնով էլ կարանք տարբերակենք, կոմենտները միշտ կանաչ գույնով է գրվում։ Հարցեր։ Ու այստեղ Python-ի համար տակի գծիկներով կառանձնացնենք թիվը, որ դառնա մեզ ընթեռնելի թե չէ, երկուսն էլ նույն բանն է։ Ինքը տակի գծիկները այս թվերի դեպքում չի տեսնում, թվերի մեջ կիրառելու դեպքում։ Ու հա, այս այն դեպքն է, երբ որ an 0 է, այս 3 պայմաններն էլ բավարարվում են, 3 print-ներն էլ կտպի, այս դեպքում չի տպի, որովհետև 3-ն էլ չեն բավարարվում, բայց եթե հակառակը դնեինք, փոքր դնեինք, 3-ն է կտպեր։ Իսկ այս դեպքում ինչ է լինում։ Սկզբում այն վերագրում ենք 62 արժեքը, հետո անմիջապես հետո վերագրում ենք -2 արժեքը։ Սա նշանակում է, որ I արժեքը այս պահի դրությամբ -2 է։ Առաջին if-ը ստուգում է -2-ը մեծ է 10-ից, ոչ, եթե ոչ, էլի, եթե ոչ, -2-ը մեծ է 5-ից, չէ, եթե չէ, -2-ը մեծ է 1-ից, չէ, դա էլ չէ, այդ դեպքում գրի փոքր է 1-ից։ Հակառակ դեպքում, եթե այս if-երից ոչ մեկը չաշխատի, print-արա փոքր է 1-ից։ Ու կարող ենք if-երի մեջ if օգտագործել։ Ինչ ունենք այստեղ։ Տարիքը սահմանում ենք 17 ու հաստատությունը 10%։ Նախ ստուգում ենք, տարիքը մեծ է 18-ից թե չէ, եթե մեծ է, հարցնում ենք հաստատությունը ԵՊՀ-ը թե չէ, եթե ԵՊՀ-ը print անում եսել։ Այս եսելը երբ print կլինի, երբ որ տարիքը եւ մեծ լինի 18-ից եւ հաստատությունը հավասար լինի ԵՊՀ-ի։ Եթե տարիքը 18-ից մեծ չլինի, կաշխատի այս else-ը, ինչ տեղի կունենա else-ի մեջ, կստուգի հաստատությունը 10% է, թե չէ, եթե հա 10%-ին է հավասար, կտպի ես էլ եմ այդ, եթե 10%-ին չի հավասար, կտպի բա որտեղ է այդ։ Հիմա ուզում եմ ասեք, այս պարագայում ինչ կտեսնենք։ Ես էլ եմ այդ։ Ճիշտ է, առաջին if-ը չբավարարվեց, else-ի մեջ առաջին if-ը բավարարվեց։ Ու այստեղ այս ներքևում գրվածը, որ կոմենտեցի, ինչի է սխալ, որովհետև վերջում այն թե հաստատությունը ինչի հետ ենք համեմատում նշված չի, պլյուս չկա այստեղ դրված է string-ի նշան, որով այս վերջին երկու կետը իրանց իսկական իմաստը կորցնում են։ Եթե այստեղ string-ի նշանը փակենք ու դնենք երկու կետը, արդեն ճիշտ կլինի։ Եվ այստեղ գրված է մի բան, if-ի ներսում, որ պետքա կատարի, որ գործողություն չի, ինչ որ անհայտ բան է, ինչ պետք է անի սրա հետ։ Դրա համար error ենք տեսնում։ Ու error կտեսնենք, եթե այստեղ ընդը սխալ գրված լինի։ Խոսքով, եթե տեսնում ենք կարմիր գծիկներ, ուրեմն ունենք սինտաքսի խնդիր։ Սինտաքսի խնդիր ասված այն է, երբ որ սահմանված կարգից ուրիշ գրելաձև ենք։ Սահմանված գրելաձևից ուրիշ բան ենք փորձում անել։ Միշտ պետք է if-ի վերջում լինի երկու կետը ու
բոլոր փոփոխականներն էլ նույն անունները պետք է ունենան։ Հիմա այստեղ հաստատությունը մենք ոնց սահմանել ենք, այս փոփոխականի անունը, այստեղ ուրիշ ձև է գրված, դրա համար սրա տակ էլ դեղին գույնով գիծատարված, նշանակում է, որ Python-ը ծրագիրը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մինչև այս մենք այս անունով փոփոխական չենք ունեցել։ Հարցեր։ Հիմա ուզում եմ, որ որևէ մեկը պատասխանի ինչ տեղի կունենա այս կոդը աշխատացնելու դեպքում։ Մուշը։ Հերթով ասեմ, հա, առաջինի դեպքում կստուգի տարիքը փոքր 18-ից, չի բավարարում։ Հաջորդը կանցնի էլիֆին, գինի սիրումը, ուրեմն false-ա, կժեղտիկ սարքի true, էդիկ տպի վիսկին, հետո ու մյուսներին չի անցնում, չէ՞ էլիֆի դեպքում։ Ճիշտ է։ Այդքանով կավարտվի։ Այո, ելեն մյուս, եթե այս էլիֆը բավարարվում է, մյուս էլիֆներին արդեն չենք անցնում։ Եթե մենակ if լիներ, արդեն կանցներ հերթով։ Այո, եթե այստեղ օրինակ գրված լիներ if, անպայման այս if-ը նույնպես կաշխատեր։ Հիմա կասեք ինչ փոխենք այստեղ այս փոփոխականների արժեքների մեջ, որ print անի գինի։ Մհեր։ Քանի որ տարիքը հավասար է 18-ին, մեզ պետքա գինի սիրումը դարձնենք true, իսկ պանիր սիրումը false։ Պանիր սիրումը ինչ ենք սիրումը պետք չի սարքել, որովհետև նոթ է գրված։ Այդտեղ, այսպես ասած, false է սպասում։ Հա, մեզ պետքա, որպեսզի այս էլիֆը աշխատի, այս փակագծի արժեքը պետքա լինի true, որ այս երեք ընդերի արդյունքում ունենանք true, որպեսզի not պանիր սիրումը ունենա true արժեքը, պետքա լինի հակառակը պանիր սիրումի արժեքը false, որ not false-ը դառնա true, ու այս փակագծի արդյունքում ունենանք true։ Չէ, ճիշտ եմ ասում։ Բացի պանիր սիրումը չենք փոխում, մնացածը ճիշտ է։ Չէ, ինչի չենք փոխում պանիր սիրումը։ Ստեղ գրված էր true։ False չէր գրած ինքը։ Չէ, այդտեղ true էր գրած։ True-ը հայս հիշում եմ false էր գրած ու ինքը ժխտում true էր սարքում ի սկզբանը։ Չէ, իսկ այս դեպքում ոնց կաշխատի։ Եթե պանիր սիրուման ու գինի սիրուման լինի true, տարիքը 18։ Դեպի գինի ու պանիր։ Այո, ճիշտ է։ Մհեր հարց ունեք։ Չէ, հարցն է ուզում պատասխանել։ Լավ։ Եվ ինչ ունենք այս դեպքում, ունենք տարիքը 18, պանիր սիրուման true, գինի սիրուման false։ Տարիքը մեծ հավասար 18, այո, այս պայմանը ճիշտ է։ Միանգամից կմտնենք այս if-ի մեջ, այսինքն այսքանն է աշխատելու։ Մի հատ էլ հետո կստուգենք գինի սիրումը, եթե գինի սիրումը պանիր էլ է սիրում, այստեղ մի քանի մակարդակով if ենք կիրառում, if-ի մեջ if էր, վերևի ընդերի փոխարեն։ Եթե տարիքը մեծ է 18-ից, եթե գինի սիրումը եւ եթե պանիր սիրումը, print արա գինի ու պանիր։ Եթե տարիքը մեծ է 18-ից գինի սիրումը, բայց պանիր չի սիրում,
print արա գինի։ Եթե տարիքը մեծ է 18-ից եւ գինի չի սիրում, print արա whisky։ Այսինքն այն ինչ վերևում մենք գրեցինք էլիֆների, ընդերի ու նոթերի շնորհիվ, այստեղ ունենք այս nested իրար մեջ մտած if-երով։ Ձերք եք բարձրացրել հարցեր ունեիք, թե ուղղակի ուզում եք պատասխանել։ Աննա։ Ամենաընդհանուր դեպքում որն է խորհուրդ տրվում, էլի որն ավելի թեթև աշխատում։ Ասենք եթե այս առաջին if-ը սխալ եղավ, էլ մնացածը չի ստուգի, տեղ քիչ քայլեր անում։ Եթե միտողով գրենք, այնտեղ պետքա սաղ ստուգեր, չէ՞։ Բայց ամենաընդհանուր դեպքում, ասենք եթե, չգիտեմ, ասենք 100 հատ if իրար մեջ գրած լինի, 99 հատը ճիշտ լինի, վերջինը սխալ, ու տենց միտողով ստուգենք, որ ավելի թեթև կլներ, երևի Իրականում պետքա նայենք ավելի շատ ընթերնելիությանը, ոնց է ավելի հեշտ հասկանալ կոդը։ Եթե ինչ-որ դեպքեր կան, որ տենց nested գրելը ավելի պարզ է դարձնում, տենց անենք։ Եթե ընդով գրելն է ավելի պարզ դարձնում, ուրեմն ընդով գրենք։ Եթե պետքա elif կիրառենք, մի հատ ասենք ունենք միշտ 3 արժեք, որ պետքա ստուգենք ու ամեն արժեքի փոփոխության դեպքում մի դեպք ունենք, երևի թե elif-ներով գրելը այդքան էլ լավ չի լինի, շատ ավելի շատ կլինի ու nested գրելը, իրար մեջ մտած գրելը միգուցե ավելի ինտերնելի լինի այդ դեպքում։ Բայց կոդը աշխատացնելու տեսանկյունից այնպես տարբերություն չկա։ Merci։ Ու ինչ կունենանք այս պարագայում։ Էվանդ։ Դեռ տարիքը արդեն համապատասխանում է բանին, if մենակ if կմտնի։ Էլ այս մյուսները չեն աշխատի ու կտպի ջուր։ Եվ ինչ ունենք այստեղ, էլի, բայց եկեք այս տարիքը փոխենք, դնենք 20, ինչ կունենանք, մի քիչ առաջ ձեռք էր բարձրացրել Անի Դաշյանը, Այո, դե քանի որ այստեղ տարիքին արդեն 20 ենք վերագրել, ապա if պայմանը չի մտնի, կմտնենք else պայմանը ու արդեն պայմանը ստուգելուց կստուգենք գինի սիրումը, որը true է, հետևաբար կմտնի այս if-ի մեջ կմտնի, հետո կստուգենք պանիր սիրումը, որը նույնպես true է, ու հետևաբար կտպի գինի ու պանիր։ Այո, Էլ մյուս else-ին չի նայի։ Ճիշտ է։ Եվ այստեղ էլ փոխենք տարիքը էլի։ Ռոբերտ։ Այստեղ 20-ը մեծ է 18, մտնում է երկրորդ if-ի մեջ, երկրորդ բլոկի մեջ, գինի սիրումը տեսնում է, որ true է, եւս մի անգամ մտնում ենք երրորդ if-ի մեջ, պանիր սիրումը էլի true է, տպելու է գինի եւ պանիր։ Ճիշտ է։ Եթե ունենայինք սա false, եթե դա false է, գինի սիրումը բլոկի մեջ չի մտնում, կտպի վերջի else-ը print-ը ջուր։ Կտպի ջուր։ Ջուր։ Չէ, դրա վերևին է։ Վիսկի։ Կտպի վիսկին, որովհետև ջուր ինչի չի տպի, ջուրը else-ի մեջ է գրված, իսկ մեր else-ին համապատասխանող if-ը բավարարվել է։ Այսինքն այսքանից ինչ որ մեկն է աշխատելու։ Ու ինչ ունենք այստեղ, Սրանե թող պատասխանի Մուշեղը։ Ուրեմն առաջին if-ը տարիքը 59 մեծա 18-ից true, պանիր սիրումը false, արդեն ես տվեց false, քանի որ ընդով է համեմատությունը։
երկրորդը true, բաներ սիրում այլի false հետ էլ անցանք, մնաց elif-ը, elif-ն է աշխատում, ու այդ print-ն է տպելու, որտև երկու հատ true էր ինքը լնելու, էլի, true-ն true տպելու է, Բայց elif-ը աշխատելու է, եկեք նայենք, բանիր սիրում ան false-ը, not false-ը կլինի true, այո։ Այդ է ասում, երկու հատ true աշխատելու է անդովը, Այստեղ ունենք syntax error, այս վերջին երկու հատ կետը դրած չէր։ Ու այս դեպքում էլ էլի նույն ձև անցնում ենք if-երի վրայով, տարիքը 18-ից մեծ է, բավարարվում է, գինի սիրում է, false է, միանգամից գալիս ենք իր else-ի մեջ ու տպում ենք շամպայն կամ թան, շամպայն ու թան։ Ու if-ի նման կա նաև match գործիքը, որ մի քիչ է տարբերվում։ Եթե if-ի դեպքում մենք հերթով գրում ենք պայմանները, if ապրանքը հավասար է պանիր, elif ապրանքը հավասար է ձմերուկ, else հետևյալ գործողությունը արա, match-ի դեպքում ունենք case տարբերակը, ու սահմանում ենք, սկզբում ապրանքը սահմանում ենք ձմերուկ, հետո ասում ենք, եթե ապրանքը ու case պանիր նշանակում է, եթե ապրանքը, այս նույնն է, ինչ գրենք, եթե ապրանքը հավասար է պանիր, արա գին, եթե ապրանքը հավասար է ձմերուկ, արա գինը 4, եթե ապրանքը հավասար է ժարի, այսինքն այս case-ը փոխարինում է elif-ներին, ստուգելու պայմաններին, իսկ else-ին փոխարինում է case տակի գծիկը։ Հարցեր։ Այդ եկել է case տայի գծիկը default-ն է, չէ, որ վերջնական ոչ մեկը չի համապատասխանում, արդեն պետք է վերցնում։ Այդ նույնն է, ինչ որ if-ի else-ն է։ Ռոբերտ։ Այստեղ case-երը if-երն են, թե elif-երն են, elif-ն ենք համարում։ Այս դեպքում համ if-ը, համ elif-ը, երբ որ կարանք ստուգենք։ Հասկացա, այսինքն երկու դեպքում էլ ուզում եմ ասեմ առանձին չի, չէ, հերթականությամբ վերևից ներքև ինքը գալիս է, հենց մեկը բավարարումա stop է տալիս։ Elif-ի նման է, չէ, այլ մյուսները չի ստուգում։ Թե էլի մյուսներին էլ անդրադառնում ու ստուգում է։ Այդ բառով էլի, որ if-ի թե elif-ի նման է։ Ճիշտ ասած վստահ չեմ, եկեք միասին նայենք էլի այստեղ թիվ տանք։ Չէ, elif-ի նման է, որովհետև եթե պայմաններից մեկը բավարարվեց, էլ են մյուսները չեն բավարարվի։ Այստեղ մենակ հավասար է դեպքն է, էլի ստուգում։ Հասկացա, շնորհակալություն շատ։ Մուշես։ Հիմա այս փաստորեն նույն բանն ենք գրում տարբեր ձևերով, որ դեպքում է, որ օգտագործվում ու ոնց հասկացես ավելի կարճ գրելա ձևա, ճիշտ է, ավելի ընդունված է case-երով գրելը։ Ճիշտ ասած, այս case-երով տարբերակը քիչ է հանդիպում, ես կոնկրետ երբեք չեմ էլ հանդիպել, միշտ if-երով ու elif-ներով տարբերակն է օգտագործվում։ Իսկ որ դեպքում են օգտագործում այդ case-ը, ինչ խնդիրներ լուծել է։ Այն դեպքում երևի երբ որ պետք չի ուղղակի գրել ամեն անգամ այս հավասար է s, հավասար է n, ավելի կարճ է գրելա ձևը։ Ու ավելի ինտերնելի է, ասենց ասեմ իմ համար։ Հավեսը երբ որ պայմանները տարբեր են ու շատ են, այդ դեպքում արդեն elif-ով, if-երով ու elif-ներով գրելը ավելի հարմար է։ Անի։ Մարիամ ջան, դուք լսել եք Python tutor-ի մասին, pythontutor.com։ Չէ։
Ինքը կարող եմ ես share անել ցույց տալ։ Հա, հիմա մի րոպե։ Իվարքյան։ Այսինքն կոդը գրում եք ու ըստ տողերի ինքը ցույց է տալիս որ տողը աշխատում է, որ տողը չէ։ Match case-ի դեպքում ինքը ցույց կտար։ Առաջին case-ը եթե աշխատի, մնացած case-երի մեջ արդեն չի մտնում։ Այս նոր սկսողների համար շատ օգտակար բան է։ Next-երով գնում եք, ինքը ցույց է տալիս, որից հետո տեսեք def-ից հետո եկավ my list, հաջորդը ինչ է անելու, sense next-երով ցույց է տալիս քայլերը։ Հա, ու արժեքներն էլա ցույց տալիս, չէ՞։ Թե որ փուլում, որ փոփոխականը ինչ արժեք է Հա, ընդունում։ հա, աջ կողմում, ահա։ Հա, Շատ այս հավես բան դեպքում է։ կարենք սկզբից գրենք կոդը, մտածենք թե ինչ տրամաբանությամբ է աշխատելու, որ քայլից հետո ինչ անելու, ու հետո ստուգենք, որ վստահ լինենք, ճիշտ ենք հասկացել հերթականությունը։ Ահա, սկզբում սովորելուց ինքը շատ օգնում է, շատ լավ գործիք է։ Մերսի կիսվելու համար։ Խնդրեմ։ Մհեր, կասեք ձեր հարցը ինչն էր, այս easy հետ կապված։ Ճիշտ ասած արդեն հարցից պատասխանը գտել եմ, ուղղակի ուզում էի այդ ֆիլդերը, որ օրինակ երկու օբյեկտ լիներ, նույն անուն ֆիլդեր ունենային ու նույն քանակի, ու եթե այդ ֆիլդերը նույն արժեքները ունենային, ամեն համապատասխան ֆիլդերը, էլի դաշտերը, ոնց համեմատեինք, որ ցույց տար արդյոք դրանք իրար հավասար են, թե չէ, այնտեղ ոնց որ օրինակել էի ուղարկել, թե ճիշտ եմ հիշում, բայց արդեն հարցից պատասխանը գտա, այնտեղ երկու հավասարով էր Երկու ոնց որ, հավասար, եթե հա, արժեքներն ենք ուզում համեմատել, երկու հավասարով ենք համեմատում։ լավ, շնորհակալություն։ Ու այս դասի համար տնայինը կլինի profound-ի 5, 7 ու 9 բաժինների վարությունները,